այդ տենց խոսալը բերում է նրան, որ ուղղակի դու խոսում ես այդ թեմայից, այլ ոչ թե խոսում ես նրա մասին, ինչի համար ընդհանրապես դու իրավունք ունես խոսալու, ունես այդ խոսափողը, այդ բարձրախոսը։ Բան նրանում է, որ ոչ մեկ չի պատվիրակել, ոչ մեկ չի խնդրել, ոչ մեկ չի ուզում, որ քաղաքականությունը կամ քաղաքական գործիչը խոսա նրա մասին, թե ես ում հետ քնեմ, թե ոնց քնեմ, թե նույնիսկ մենք տարիներով կարանք իրար հետ շփվենք ու շատ հաճախ չխոսանք ինչ-որ, բայց մի օր խոսանք ինչ-որ շատ անձնական բաներից, կարող է մեր հավատալիքներից խոսանք, իսկ այդ, ասենք, վայրենիները իրանք վերցնում են, իրանք ասենք իրանք սապոգներով, կոշիկներով ոնց որ մտնեն հոգուտ մեջ, իրանք թվում է իրանք պետք է մեր հոգիները փրկեն։ Այնինչ ինքը իհարկե ավելի հեշտ է, այսպես կոչված հոգու մասին խոսալ, պատմության, չգիտեմ, ճիշտ հայի, սխալ հայ, ոչ մեկ չի ասում, որ դու պատմաբան չես ընտեղ նստած։ Ինչի է դու, ես գալի հարց եմ տալի, ոնց որ ժեկի պետին ասում, ինչի է լիֆտը այդ վիճակում, ինչի է սա սենց, ինչի ջրամատակարարում եկեք մի բան անենք, ես չգիտեմ, ստեղ գազ չկա, ստեղ ջուր չկա, իսկ ինքը ինձ ասում է Տիգրան Մեծ, ես չգիտեմ պատմական Հայաստան, իրական Հայաստան, բա տրանսերը, բա այ մարդ ինչ գործ ունես դու իմ հետ, թե ես ոնց ապրեմ։ Հարցն է, որ չխոսալու համար, հենց այդ ու եկեղեցին իհարկե օգնում է։ Եկեղեցին էլ չի ուզում, որ մենք խոսանք մինիմումներից, որովհետև մենք պետք է խոսանք, թե ամեն մեկին ինչա պետք։ Ես ոչինչ չգիտեմ ուրիշի մասին։ Ես ոչինչ, ես միայն գիտեմ, չգիտեմ քնելուց առաջ ով ում է աղոթում կամ չի աղոթում, ով ում հետ է քնում, քանի անգամ, ինչ կապ ունի։ Ես միայն գիտեմ, որ քեզ պետք է այսքան ջուր, այսքան տաքություն, այսքան ուտելիք, այսքան քառակուսի մետր, որ չգիտեմ դու լողանաս, չսառես, սոված չմեռնես, հավանաբար մի քիչ էլ բուժօգնություն, ինչ որ դեղորեք ու հավանաբար մի քիչ էլ կրթություն։ Այ ինչ որ Բարև բոլորին, բարի գալուստ այլ Հայաստաններ փոդքասթին, ես ձեր համավարողն եմ Թամար Շիրինյան։ Ես ձեր մյուս համավարողն եմ Միլենա Աբրահամյան։ Մեր լսողներին հիշեցնեմ, խնդրում ենք, որ գնաք subscribe եղեք YouTube-ում, մեր վիդեոները լայք անեք, կոմենտներ թողեք, Միլենան շատ է սիրում կարդալ այդ կոմենտները, եւ ասեմ, որ մենք Spotify-ում կայինք առաջ, հիմա չկանք, մեր հին էպիզոդները կան Spotify-ում, բայց մենք նոր էպիզոդներ չենք դնելու, մինչև Spotify-ը չփոխի իրանց գովազները, որ ամերիկյան այսին էլ գովազ չանի, մենք էլ Spotify-ում չենք, բայց լիքը այլ podcast app-երում կանք, մեզ search արեք, գտնեք Apple podcast-ներում կանք, ու այդտեղ կարող եք follow անեք, subscribe անեք ու մեզ լսեք ու rate արեք, եթե rating կա, այդ շատ կօգնի մեզ, մերսի։ Այսօր մենք շատ կարևոր ու սիրելի հյուր ունենք ու Միլենան կներկայացնի մեր հյուրին։ Այո, մեր հյուրը Յուրի Մանտելյանն է, լրագրող, եւ ես ավելացնեմ ըստիս մեդիա մասնագետ, ում հետ ես ունեցել եմ հնարավորություն խոսելու մեդիա ոլորտի մասին ու շատ հետաքրքիր ոնց որ մոտեցում ունի Յուրան ու տեսնում է ինչ-որ բաներ, օրինակ շատ հետաքրքիր կարա լինի մեր լսողների համար էլ, ու այսօր հենց այդ թեմաների մասին ենք շուրջ ենք խոսելու, բարի գալուստ Յուրա, մեր Պրիվետներ, ես ձեր այցելուն եմ, չայցելուն, ձեր լսողներից եմ։ Եվ ասենք, որ նաև Յուրին իպրես կետեյեմի
ոնց են ասում editor, ոնց ասենք այդ բահը լրագրող է, իբրոս կետեմի լրագրող է նաև խմբագիր, հա, այդտենց կարելի ասել, ուղղակի ոնց որ նայեք կարանք իրական իբրոսի կայքի բանը դնենք, հղումը դնենք մեր այս ոդկասթի տակ, որ նաև մարդիկ կապվեն այս կայքի հետ, եթե ձեզ հետաքրքիր է այլ տիպի նորություններ Հայաստանից լսեք։ Յուրա, սկսենք այս պահի Հայաստանի կոնտեքստից, մենք ոնց որ միշտ սկսելը խոսում էինք նրա մասին, որ իմ համար էլ, Թամարի համար էլ, ուղղակի սենց հետևել, թե ինչ է տեղի ունենում, հա, ոնց է ներկայացվում նաև, այն ինչ որ տեղի ունեն, եկեղեցի, ինչ որ սենց մի հատ կոնֆլիկտ, ներկայ իշխանություններ, ինչի մասին է դա, ոնց կարելի է դա հասկանալ այս այն ոնց որ դրա հոսից sense ասեմ դուրս, որը որ ներկայացվում է մեզ, կամ ինչ կարելի է ուղղակի, ինչ կասես դրա մասին, sense ասենք, sense Ես լսվում եմ, չէ՞։ Ուրեմն եկեղեցին խնդրահարույց կառույց է ու ցավոք այն արշավը, որ սկսել է իշխանությունը, կառավարությունը, ինքը միտված է երևի ավելի շատ նախընտրական տրամաբանության մեջ է եւ ուղղակի ինչ որ կրքեր սրելու, բայց այդ կարևոր հարցերը, որ անհայտ հարցերը, ինչի է եկեղեցին, օրինակ, ինչի հարկեր չի վճարում, ինչքան ունեցվածք ունի, ինչպես է այդ ունեցվածքը կառավարում, դա արդյոք գուցե դա է պետք հանրայնացնել, գուցե ինչ որ ավելի թափանցիկացնել այդ կառույցը։ Դա ի սկզբանե ընդհանրապես եկեղեցին, մանավանդ այդ հայ առաքելական եկեղեցին, որը որ հավակնում է լինել ոնց որ գլխավորը այդ կրոնական բիզնեսում, կրոնական ոլորտում ու նաև հավակնում է լինել ոնց են ասում մեր identity ինչ որ կարևորագույն մաս եւ այլն ինքը վտանգավոր կառույց է, բայց կառավարությունը այդ արշավը որ սկսում է ինքը ուղղակի ակնհայտ է, որ ուզում են սրեն, որպեսզի ընտրությունը լինի, ասենք գործող իշխանության կամ ասենք Նիկոլ Փաշինյանի եւ ինչ որ եկեղեցական, այսինքն շատ զուտ պրիմիտիվ օրինակ, այսինքն դնում ենք Նիկոլ Փաշինյանին ու ասենք Գարեգինին իրար կողք, իհարկե կընտրենք Փաշինյանին։ Ըստ դա նաեւ պատրանք է ստեղծում, որ կա ընտրություն, որ մենք ընտրում ենք ինչ որ մի բան ենք ընտրում, որպեսզի ինչ որ մի բան դզվի, ինչ որ մի բան լավանա։ Իհարկե ոչ մի խնդիր չկա, թե խնդիր չի այն, որ եկեղեցականները երեխեք ունեն կամ երեխեք չունեն, խնդիրը այն է, որ եկեղեցականները Հայաստանում հայ առաքելական եկեղեցի միշտ եղել է իշխանության կողքին, օլիգարխիկ իշխանության կողքին, կրիմինալի կողքին, եթե նայենք, ասենք, եւ դրսում ինչպես են գործում, ինչպես են վարվում, եւ հենց իրանք էլ օլիգարխիկ կառույց են կարելի ասել, ու միշտ սպասարկել են, ասել, որ եկեղեցին ունի ինչ որ առանձնահատուկ հեղինակություն, ոչ, երևի շանս եղել է, ես օրինակ հիշում եմ, որ սպասում էին 2008 թվականի փետրվարին, որ մարտի 1-ով ավարտվեց, երբ որ մարդկանց զանգվածաբար նստացնում, ծեծում, սպանում էին ընտրություններից հետո, այդ ժամանակ ես հիշում եմ, որ մարդկանց մեջ պտտվում էր, որ հեսա կարող է կաթողիկոսը հանդես գա ինչ որ հայտարարությամբ, պաշտպանի, ինչ որ նույնիսկ ոչ այդքան կրոնական մարդիկ սպասելիքներ ունեին, բայց եկեղեցին ինչպես միշտ կանգնեց, այսինքն ոչ թե կանգնեց, ինքը հենց այդ իշխանության մի մասն էր հենց այդ իշխանություններ ու շարունակեց արդարացնել այդ ամեն ինչը։ Եկեղեցին երբեք կարևորագույն հարցերով չի արտահայտվել որպես, չգիտեմ, հումանիստական տեսանկյունից, այլ ընդհակառակը միշտ չգիտեմ, օրինակ մուտք ունի բանակ, բայց երբեք չես լսի, որ ինքը բարձրաձայնի այդ բանակի, ասենք, այդ բեսպրեդելը, սպանությունները, ճնշումները, միշտ ընդհակառակը ինքն է հավակնել լինել այդ ճնշողը, ասենք, չգիտեմ, որ լսում ես երիտասարդության հարցերով, ես զանազան ինչ-որ փոքրամասնություններին ճնշելու կոչերով, այլ հավատ ունեցող մարդկանց եւ այլն։ Բացի բաց հայտարարում է եկեղեցին,
որ չգիտեմ, եթե դու հայրաքելական եկեղեցու հետևորդ ես, դու հայ ես, եթե դու կաթոլիկ ես, դու հայ ես, եթե դու մահմեդական ես, դու հայ ես, եթե աթեիստ ես, ընդհանրապես մարդ ես։ Եվ այլն, այսինքն այդ կա ինչ որ կա, բայց թե որ կողմից է իշխանությունը փորձում դա օգտագործել, այն կողմից, որպեսզի ուղղակի մնա իշխանության։ Ու իհարկե ինչի է օրինակ Նիկոլ Փաշինյանը հաղթում եկեղեցուն, որովհետև Նիկոլ Փաշինյանը այդքան վախենալու չի, ճիշտն է, իրանից ավելի քիչ են վախում։ Եթե դա այնա ինչ որ դրսից կարող է այդքան ակնհայտ չերևա, բայց հենց այդ լսվի այդ հայհոյանքները, այդ խոսքի ազատության տակ սղացվող էլի, այդ քննադատությունը, որով քննադատվում է Փաշինյանը, չնայած իմիջիայլոց կոնստրուկտիվ քննադատություն գրեթե չի լսվում ու ոնց որ թե այդ օլիգարխիան, այսպես կոչված նախկինները եւ եկեղեցին շատ լավ տեղավորվել են այս ոլորտի մեջ, երբ որ իրանք ուղակի դու կարող ես նայել հայհոյում են իրար, ասենք պարլամենտին կարող է հետևեք, պարլամենտական ինչ-որ դեբատներին, որը որ ոչ մի կապ չունի ու միակ միտքը որ կապ չունի նկատում մեր հետ, միակ միտքն է առաջանում ինչի են իրանք այդ բազարը անում, այդ կառույցի մեջ, ինչի ենք մենք այդ բազարի համար վճարում, իրանք աշխատավարձ, մեքենա ենք տալի, շատ լավ բոլորը տեղավորվել են։ Դա դնում որ մենք լսենք, տենց հանրային։ Հա։ Ու այդ եկեղեցու կոնֆլիկտն էլ դրա մեջ տեղավորող կոնֆլիկտ է։ Դե հələ որ Փաշինյանը որպես ժամանակակից քաղաքական գործիչ, որ նույնիսկ փորձես ինչ որ ինքն էլ որ ասեց իզմեր չկան, ինքը նկատում որ իզմեր չկան, իզմեր կան եւ ինքը տարբեր իզմերի նկարա տեղ տա զուտ մնալու լուրերի մեջ, լուրերի վերնագրերի մեջ, որ դու միացնես, չգիտեմ, լուրերը, միացնես սոցցանցը կամ խոսես ինչ որ մարդկանց հետ եւ փոխանակ ինչ որ օգտակար կամ հետաքրքիր նորություն իմանաս, նորությունով կիսվես, դու տեսնում ես անverջ այդ մարդկանց։ Տրամպն էլ այդ, չէ, գծով գնում։ Ու կարևոր չի ինչ ասում, ինքը վաղը կարա ճիշտ հակառակն ասի եւ այլն, դա չի կարևորը։ Իսկ այն ինչ որ կա ոնց որ հողում, այն ինչ որ կա մարդկանց մեջ, ապա այդ այնա որ այո, հələ որ եւ դա շարունակվելու է հավանաբար այս ընտրությունների, այս ընտրության մեջ եւ քաղաքական ընտրության մեջ, եւ չգիտեմ, դեռևս զզվանքը նոր կառավարությունից ավելի քիչ է, քան վախը նախորդ օլիգարխներից։ Ու դրա համար հələ որ ինչքան էլ անդուր լինի գործող կառավարությունը, ինքը խաղալու է այդ սենտիմենտի, այդ զգացողությունների վրա, որ միշտ ինչ որ հակառակորդը ոնց են ասում, որ Քոչարյանը ինչ որ դուրս է գալի, հարցազրույց է տալի, միանգամից Փաշինյանի ռեյտինգը բարձրանում է։ Այդտենց ինչ որ կախվածություններ կան եւ այլն։ Դա այն ինչ որ կարևոր է, ցավոք դա չի երևում մեդիայում եւ սոցիալական մեդիայում, մեդիաները ունեն իրանց օրակարգը, իրանք սպասարկում են իրանք կամ պատվիրատուին, ու եթե նայենք թե մեդիան ումով է ղեկավարվում կամ ինչի են ձգտում զուտ որպես մարդիկ, մեդիա անողներ, մարդիկ, որպես խավ, որպես մարդիկ, ապա իրանք շատ հեռու են ոնց որ այն իրականությունից, իրանք իրանց մասին են, իրանք հեռու են այդ օգտակար գիտելիքի, այդ պատասխանատվությունից։ Իհարկե մեդիան միշտ ձևանում է, որ ինքը հանրային շահ է սպասարկում, ինքը հանրության կամ չգիտեմ ժողովրդին է սպասարկում եւ այլն, բայց այդ խաղը կարևոր հարցերում նա միշտ ինքը դեմքը ուղղված է դեպի իշխանությունը, նա նույնիսկ ոչ թե կամուրջ է, այլ ինքը իշխանական գործառույթ է, երբ որ ասում են չորրորդ իշխանություն, դա կոմպլիմենտ չի, դա քննադատություն է, որ կարևոր հարցերում մեդիան իշխանություն է, ինքը նույնիսկ այդ երկընտրանքը չունի, այդ պատրանքը չունենակ, որ մեդիան կլինի, չգիտեմ, պրոգրեսի կողմից կամ զանգվածների կողմից կամ ինչ որ հարցերում, հա, այդ իշխանության
իշխանության որպես այդպեսին, ոչ թե ինչ որ մեկին սպասարկելով մյուսին հարվածել, այլ իշխանություն որպես այդպեսին, այսինքն բռնություն, իշխանություն որպես բռնություն, այլ դրա դեմ։ Չէ, այդ չի կարելի սпасել։ Մեդիա նույնիսկ նայեք լուրեր պատմելու համար, ինչին ենք մենք սովոր, որ հեռուստատեսային ֆորմատով եւ այլն, որ sense կոստյումով մարդիկ կամ երեկոյան շորերով ինչ որ բան են պատմում։ Այսինքն իրենք մեզ չեն պատմում։ Դա մեզ համար չի, դա մեր ճաշակը չէ, այդ կոստյումը ում ճաշակն է, այդ լուքը, այ ում են նման իրանք ոնց պատգամավոր չինովնիկի տեսքով են իրանք պատմում, այդ մինչև հիմա այդ կա, իրանք մեզ չեն համոզում, էլի, իրանք մեր հետ չեն խոսում, ոնց էր այդ սովետական ժամանակ հիմա էլ կա, որ ասում են այդ գլխավոր լուրերի հաղորդումը, երեկոյան վրեմա հաղորդումը, որ կար, նա չէ որ մարդիկ հավատում են, որ նայում են, դա հավատալու համար չի, դա թելադրելու համար է, դու պետք է հասկանաս ինչ են թելադրում, ոնց են խոսում, ոնց խոսաս, ոնց է ճիշտ խոսալու ձևը եւ այլն։ Այդ իմաստով հայկական մեդիաները նույնիսկ իրանց լեզուն նախատեսված չի նրան, որ իրենք հասկանալի լինեն բոլորի համար։ Ահա որ բյուրոկրատիզացված լեզվով են խոսում, քննիչների պես, եւ քննիչներն են այդպես խոսում, եւ մեդիան է այդպես խոսում։ Երբ որ ու մեկ-մեկ էլ թաքնվում են այդ հայապահպանության հետևում, իբր թե հայերենը ոչ թե կարևոր ինֆորմացիա փոխանցելու համար է, այլ զուտ պահպանելու համար է։ Դա գործիք չի, դա, չգիտեմ, թանգարանային նմուշ է։ Դպրոցից էլ պարզվում է մինչև հիմա դպրոցներում երեխեքին ասում են, որ գիտեք ոչ մեկ հայերեն չգիտի, ոչ մեկ բարձր գնահատական չի կարող ստանա, օրինակ հիմա 10 բալանոց է, 10 բալ ոչ մեկ չի ստանում, որովհետև 10 բալը դա մենակ Մաշտոցներ ու Տեր Պետրոսյանը երևի 9.5, մնացածը 8 եք ստանալու կամ 9, ապուշություն էլ երեխեքին։ Կամ որ զանգվածային Սիրիայից գաղթած հայերի երեխեքին գրում էին որպես ինկլյուզիվ այդ կրթության մեջ, որտեղ դպրոցը դրա համար ավելի մեծ գումար էր ստանում ու Սիրիայի հայերին, որոնք հայերեն էին խոսում, բայց իրենց բարբարով կամ իրենց հայերենով ու գրում էին լեզվի արատ, որ այդ մարդիկ ունեն լեզվի արատ։ Ու նույնիսկ ծնողները երեխեքին չգիտեն, մինչև վերջ, որ իրանք սովորում են որպես այնց թերի հայերեն իմացող։ Вот. Ես էլ շեղվեցի։ Կարամ մի հատ բան եմ ուզում հարցնել ու կարող է շատ պարզ հարց լինի ու ուղղակի ես չեմ հասկանում, ուզում եմ քեզ հարցնեմ։ Երբ Փաշինյանը քննադատում է եկեղեցին, ինքը ինչի է կպնում, ասենք օրինակ այս մարդը ունի երեխեք կամ չգիտեմ տենց բաների վրա ու ոչ թե որ եկեղեցին պաշտպանում է օլիգարխիային, որ պաշտպանում է մեծ փողերին, որ պաշտպանում է հին բանին, այդ ոնց ասեմ old guard-ին, ինչի չի կպնում այդ բաներին ու գնում է այդ մյուս երևի մշա բարոյական որ բոլոր ինձ թվում է որ բոլորը Հայաստանում գիտեն տեղյակ են որ եկեղեցին բարոյականությունը չի պահում բայց ինչի է ինքը կպնում այդ բարոյականության վրա ակնհայտ է երևի էմոցիոնալ ֆոն սարքելու համար հետո պետք է հասկանալ նաև Փաշինյանը հաճախ գործում է բլոգերի լոգիկայով, այսինքն TikToker-ի, Instagram վարողի լոգիկայով, եւ իրանք էլ են հետևում ինչ-որ keyword-երին, պոպուլար ինչն է հիմա թեգերին եւ այլն եւ փորձում են այդ թեգերի մեջ տեղավորվել։ Ես մի քիչ կկապեի նրա հետ, որ հայտնի քաղաքական բլոգեր ամենահայտնի Dog-ը, որը որ ձերբակալվեց, հետո ԱՄՆ-ում թե ինչ, երբ որ էլի հայհոյանքով էր խոսում դες բաժում ու դա շատ ազդում էր, ինչ-որ նույնիսկ սկսել էին պատվիրել, ինչ-որ մարդիկ, ինչ-որ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ պատվիրում էին, որ ինքը հայհոյի ինչ-որ մեկին, ասենք քֆուր տա սրան, քֆուր տա նրան եւ այլն, ու դες մարդիկ ինչ-որ չգիտեմ, վիզուալիզացնում են այդ քֆուրները երևի, դա շատ ազդվում են դրանից ու նայում էին, ու երբ որ Dog-ը հայկական սեգմենտից ինտերնետի մեկը կորավ,
բայց այդ պահանջարկը կար։ Բոլորը, ասենք ամեն մեկը նստած ընտանիքը, ամեն մեկը առանձին իհարկե, որովհետև շատ էր հայհոյում, բայց բոլորը, ասենք ընտանիքի papan, մաման, տատիկ, պապիկ, թոռնիկ, բոլորը նայում էին այդ հայհոյանքին, այդ վերլուծությանը ու դոգը մեկ էլ կորավ, այդ վակուում մնաց մի քիչ, այսինքն այդ քֆուրի բանի այդ ձևով այդ տեղն էլ պետքա զբաղացնել ու ինձ թվում է որպես բլոգեր Փաշինյանն էլ էր ուզում այդ տեղը մի քիչ գրավել, որը որ հոп ոնց որ դատարկվեց, դրա համար այդ ինքը դոմփել, բան եւ այլն, այդ ով հետ է քնում, չգիտեմ, էսի քերակնոջնա դոմփում եւ այլն, այդ լեզուն էլ այդտեղ մտավ, ինձ թվում է նաեւ այդ դոգի парքից մի քիչ ինքն էլ փորձեց պոկել։ Դե ու նաեւ այդ հեշտ էմոցիաներ արտնասնելու ձևը, որովհետեւ եթե գնաս ուրիշ ճանապարհով, այդ հարցադրես ընդհանրապես այդ ինչ կառույցը, որը որ որոշել է, որ ինքը ընդհանրապես կարա արտահայտվի, ինչ որ բան որոշի մեր, ասենք, կյանքում, երբ որ կամ ինքը պետքա փող վերցնի, երբ որ մարդ ծնվում է, երբ որ մարդ, չգիտեմ, ամուսնանում է, ու նույնիսկ ինքը ասում է եւ մահանում է, այսինքն մի կառույց, որը որ ծաղկում է միշտ։ Ուզում ես պատերազմի մեջ եղի, ուզում ես երկրաշարժի մեջ եղի, ինչ ուզում է լինի, իրանք իրենց բիզնեսը հաստատել են ծնվելուց, մեռնելուց եւ փսակվելուց անպայման մեզ կդիմեն։ Вот, այդ հարցադրումները չկան, որովհետեւ դա ենթադրում է աշխատանք։ Դու պետքա եթե աուդիտ անես, դա ենթադրում է ինչ որ գործողություն, դու պետքա ինչ որ պլան, նախաձեռագիր ունենաս, ինչ ես անելու հետո, քննադատեցիր, ստուգեցիր։ Իսկ այդ ոչ ռեսուրսը կա, ոչ էլ հավեսը կա, այսինքն դա ենթադրում է աշխատանք, այլ ոչ թե բլոգինգ։ Եթե իսկ մենք տեսանք, արդեն 7 հեսա 8 տարի կլինի, որ կառավարությունը էսա, եւ հարցեր կան, 8 տարում հարցեր կան, հասկացանք, որ օլիգարխիան վատ է եւ այլն, բայց նույնիսկ օլիգարխիայի տեսանկյունից նաեւ պետքա փակել խոստումը, գլխավոր խոստումը որն էր, այդ օլիգարխիայի դեմ են, չէ՞, մարդիկ դուրս եկել, որ օլիգարխները կպատժվեն։ Եվ օլիգարխներից գլխավորը կամ գլխավորներից մեկը, ասենք Ռոբերտ Քոչարյանը չպատժվեց, ոչ մեկ չպատժվեց, ընդհակառակը իրանք հիմա շատ լավ իրավիճակում են, երբ որ կարող են լեգիտիմացնեն իրենց ունեցվածքը եւ շատ լավ լեգիտիմացնում են ունեցվածքը, իրենք արդեն ուղակի բանդիտներ չեն, ովքեր կողոպտել են, ովքեր որ գողացել են, իրենք արդեն ընդդիմություն են, իրենք բիզնեսմեններ են, քաղաքական գործիչներ, այդ կոնտեքստում եւ այդ խոստումը չի կատարվել։ Դա թույլ տվել որ տենց լինի։ Իհարկե, դա լավ հարմարվել են։ Սխալ բառը, բայց ոնց որ իրանք են նաև դա վերարտադրել կամ արտադրել, չգիտեմ որ բառը օգտագործեմ, կներես էլի որ ընդհատում եմ քեզ, ուղղակի ես նաև որ խոսում ես, ես հիշեցի 2008 թվականին, երբ որ ես եկել էի Հայաստան, դա 10 տարի ես Հայաստանում չի եղել, իմ գնալուց հետո, ու ես հիշում եմ, որ նենց չի որ ես շատ տենց ոնց ասեմ, sense ասեմ, խելացի էի կամ կարայի այդքան տենց կապեր տայի, որտեվ ես 25 թե 24 տարեկան էի, եթե ոչ 23, եւ ես հիշում եմ, որ ես նայում էի ու ես մտածում էի ինչ հետաքրքիր ագրեսիվ, ես տենց էի զգում այդ կապիտալիզմը, որը Հայաստանում է տեղի ունենում ու ես տեսնում, ես մի հատ ագրեսիվ տեսակն էի դրա տեսնում, չնայած կարող է ես տեսությունը բան, որ sense գնանք գրքեր կարդանք բանանենք, ինչ որ մեկ տնտեսությունից լավ հասկանում կամ չգիտեմ, կարող է ինձ գա ասի, չէ, բա Ամերիկայում է այդ ագրեսիվը, բայց ես նկատի ունեմ ինքս շատ ուղիղ, ես ուղիղ տեսնում եի, որ ամեն ինչը ոնց է ուղիղ կերպով կապվում փողի հետ։ Եվ հետո երբ որ ես փորձում եի հասկանալ թե որն է տարբերությունը Ամերիկայում եւ Հայաստանում, որտեղ ես տեսնում եմ որ նմանատիպ իրականություններ են, իրականություն չէ, բայց սիտուացիաներ են ինչ որ չափով, ես հետո ասենք գնում եի օրինակի համար ինչ որ մի հատ քվոտա ապահովելու համար Նյու Յորքում ինձ բռնացրել էին գնացքի մի վագոնից մյուս վագոն գնալուց եւ այդտեղ ոնց որ քեզ տուգանում են, հա? Абսուրդ մի հատ բան է, բայց քվոտա պիտի իրանք ապահովեն եւ ես պիտի գնայի եւ այդ կամ կարայի վիճարկի կամ պիտի վճարեի դրա համար ու ես մտածում եմ ինչով է սա տարբերվում ոնց որ սա իմ համար օրինականացված կոռուպցիայի բան լիներ։ Ոնց որ կոռուպցիա չասեմ, բայց լավ, քանի որ օրինականացված է, կոռուպցիա բառը այդտեղ չի համընկնի, բայց օրինականացված փող տալը,
ինչ որ մեկի, որ ասեք քեզ ազատի այդ բանից, հա, ոնց որ այն ժամանակ ոստիկանին կտայր կամ չգիտեմ, սենց, հա, բայց ինքը օրինականացված էր։ Քեզ դրա համար, ասենք, չեք էին տալիս, որ դու ասենք վճարել ես դա։ Իսկ ստեղ օրինակ դա տես չէ։ Ես խեմ ես հիմա բերում այս օրինակը, որովհետև այդ որ ասում ես օլիգարխիան, հա, ոնց որ այն անվանում ենք օլիգարխիա, բայց այս ինչը որ լիբերալ ավելի սենց իհարկե էներ էր լիբերալ բանի տակ, կապիտալիզմի տակ, բայց մի հատ ինչ որ սենց պատրանք է ձևավորվել, որ մտում սա օլիգարխիա չի, բայց ոնց որ նույն ձևով կարանք ասենք, թե Ամերիկայում ազատ շուկա է կամ չգիտեմ ինչա, օլիգարխիա չի, բայց կնես ոնց կարա օլիգարխիա չլինի, եթե նայենք Ամերիկայի բանով, հա, ես պրոստը այդ համեմատությունն եմ բերում։ Երբ որ ասենք ամեն տարին այդ հարուստ մի քանի հոգի ավելի է հարստանում եւ ամեն ինչ իրաց ձեռքերում է ստացվում, հա։ Ասենք եւ իմ համար էդ էլ է օլիգարխիա։ Ուղղակի ինչ որ մի հատ sense բան կա, որ մտում օլիգարխիա բառը շատ կոնկրետ տեղում է պատկանում կամ թիրախ ունի եւ դա սովորաբար մեկ է չգիտեմ Ռուսաստանի մասին են տենց խոսում եւ այո Հայաստանի միջև Փաշինյանական շրջանի մասն են խոսում։ Ոնց որ տարօրինակ է իմ համար այդ ձևակերպումը ու ոնց որ իմ համար անպայման այդ կապը պետքա որ շատ մեծ տարբերություն ես չեմ տեսնում ուղղակի զարգացել է Չէ, լեզվի տարբերությունն է։ Խոշոր բիզնեսմենը ոնց է տարբերվում օլիգարխից։ Նույն բանն է։ Խոշոր բիզնեսմենը օլիգարխն է, չէ՞, բայց ուղղակի օլիգարխը վատ իմաստով են ասում, ինչ որ հեգնանք է, բայց խոշոր բիզնեսմենը ինչ որ ավելի բարոյական կերպար է երևի, բայց նույն համակարգն է։ Ես տարբերությունը չեմ Փաշինյանի համակարգը, այդ հին համակարգն է, ուղղակի լեզուն է տարբերվում, ինչ որ advanced type որ հա, ինչ որ ուրիշ զարգացում բառն են օգտագործում, ստացվում է, որ ավելի լավն է, որտեղ է ժողովուրդը քանի որ այդքան իրան կներեք էլի, էսենց լեզվով եմ խոսում, այնքան են ասենք կզծրե, ինքը հավատում է, որ ինքը չմոյա, չգիտեմ ուրիշ ինչ լեզու ասեմ, բայց ոնց խոսամ, էլի կներեք, ես սիրուն լեզվով չեմ խոսում։ Ու շատ հեշտ կարա այդ բանին հավատա, որ սա պրոգրես է, սա զարգացում է, մեր երկիրը շատ վտանգավոր է իմ համար, ու սենց շատ ոնց որ իմ համար քայքայիչ մի հատ բան կա դրա մեջ, որը ինձ շատ տխրեցնում է, սենց ասեմ։ Կներես, յուրակ ես ընդհատեցի։ Դե ոչ չեք ընդհատել, օգնում է։ Հա, իրականում օլիգարխիան ունիկալ հայկական պատմություն չի եւ օլիգարխիան ոչ միտը չի կորել եւ մեծ հաշվով եթե նայենք ինչ են կորցրել օլիգարխները, ուղղակի իրենք ներկայացված էին անմիջապես որպես նախագահ եւ այլն, իրենք ոչինչ չեն կորցրել բացի այդ պաշտոնից եւ այո օլիգարխը կամ խոշոր բիզնեսը միշտ չի ուզում լինել նաեւ քաղաքական գործիչ ներկայացուցչական պաշտոնում պրեզիդենտ դեպուտատ չէ ինքը ուզի որ պրեզիդենտը իր գրպանի պրեզիդենտը լինի ինքը իրան նշանակի եւ այլն այն ինչ որ տեսնում ենք Վրաստանում Եվ ինչի՞ չէ Հայաստանում այդ մարդիկ վերջի վերջո պետքա թոշակել գնան եւ այլն եւ շատ դրան որ ասում շատ հարմարվել են իհարկե համակարգը չի փոխվել եւ հետսովետական տարածքում երբ որ մենք նայում ենք հիմա այս տարածաշրջանի գլխավոր օլիգարխը դա նավթային օլիգարխն է Իլհամ Ալիևն է գլխավոր օլիգարխը եւ Հայաստանում հիմա չկա նման ոնց որ խոշոր օլիգարխ այդ լիգայում խաղացող բարձր լիգայում խաղացող հայ օլիգարխ չկա հավակնում էր Ռուբեն Վարդանյանը, այն էլ ինքը ամենախոշոր օլիգարխի բանտում է հիմա գտնվում։ Եվ Բիձինա Իվանիշվիլին էլ է կարևոր օլիգարխ,
իսկ թե օլիգարխիայի ժամանակ ով է զբաղեցնում վարչապետի պաշտոնը եւ այլն, դա այդքան էլ կարեւոր չի, որովհետեւ դու մեկը այս համակարգի մեջ, այս այսպես կոչված ընտրությունների մեջ դու միշտ կախվածություն ունես այդ մեծ փողերից, այդ բիզնեսներից եւ պետքա սպասարկես այդ շահերը։ Նայեք խոշոր հարկատուների ցանկին, տեսեք, քանի այդ ընտանիքներ են պրոստը կառավարում Հայաստանը եւ այլն։ Ես ծանոթներ ունեմ, որոնք IT ոլորտից են, իրանք փորձում էին բերել նոր ֆիրմա բացել, որը պետք է ամերիկյանի դուստր ընկերություն լինի, թե կանադականի, չեմ հիշում։ Եվ իրանք սկզբունքորեն ուզում էին, որ այդ նոր օֆիսը ոչ մի ձև գումար չտար ոչ Քոչարյանի բիզնեսին, ոչ Սերժ Սարգսյանի բիզնեսին, բայց դա հնարավոր չի։ Այսօրվա դրությամբ, եթե դու ուզում ես տարածք վարձակալես, եթե դու ուզում ես կապից օգտվես Հայաստանում, ես տրանսպորտից կամ ինչ դու sense թե նենց վճարելու ես կամ ուղիղ իրանց ֆիրմաներին կամ իրենց վերահսկողության տակ ինչ-որ կամպանիաներին կապից սկսած եւ դա ուղղակի հնարավոր չի։ Դա հաջողության պատմություն է այդ մարդկանց համար։ Իրենք արդեն այնքան խորն են մտել, իրենք ավելի կարևոր են, քան մակերեսային process-ները։ Եվ եթե դու հետսովետական տարածաշրջանում ինչ որտեղ փորձում ես հավակնում ես ինչ որ արդարության կամ արդարություն կամ վերականգնել կամ գոնե ինչ որ ստանալ եւ չես կասկածի տակ դնում պրիվատիզացիայի սեփականաշնորհման process-ը այդ գույքի, հապա դու իհարկե այդ օլիգարխիայի մի մաս ես եւ պատմական իմաստով նույնիսկ ոչ թե շատ հերոու պատմություն չէ, մի քանի տարվա եւ պատմության մեջ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մնացածը ընդհանուր միջև Փաշինյանը իրենք նույն ժամանակահատվածի մաս են, իրենք դու չես կարող ասես, որ դա տարբեր ժամանակաշրջաններն են, ոչ, դա այդ հենց ժամանակաշրջանն է, ուղղակի այդ գույքն էլ սովետական անվերջ չի եւ ինչ որ հնարավոր էր կիսել, ինչ որ հնարավոր էր հափշտակել, կիսել եւ հափշտակել են, հիմա ուրիշ ստադիա է, հենց այդ լեգիտիմացման ստադիան է, երբ որ իրենք այլևս այդ իբր թե վայրենի չեն, հասկանում ես, իրենք վայրենի չեն, իրենք արդեն իտալական գինիների համերն են տարբերում, ես չգիտեմ, վիսկիներ են խմում, ուստուրիցա են նայում եւ այլն։ Յուրա, այդ պահը ինձ թվում է շատ իմ համար հետաքրքիր է, էլի ոնց տենց եղավ, որ հիմա իրանք ստացվում է որ վայրենի չեն։ Ինչ որ պահ կար, որ վայրենի են, ինչ վայրենի են, դուստո, վայրենի են։ Հասկանում եմ, բայց իրանք որ փորձում են, հա, ներկայանալ իբր վայրենի չեն, հա։ Ոնց է ստացվել։ Հա։ Ոնց տենց ոնց է։ Նայ, արդեն եթե էլի հետսովետական տարածաշրջանի լոգիկայով նայենք, երբ որ արդեն պարզ էր, ինչ որ մարդկանց համար շատ ավելի շուտ էր պարզ, որ սովետական միությունը քանդվելու է։ Եվ իրանք պատկերացնում ես ոնց որ դու իմանաս վաղը ֆուտբոլային հանդիպումը ինչ հաշվով կվերջանա ու դու կհարստանաս։ Մարդիկ կային, այդ սովետական ուժային կառույցները, ինչ-որ կոմունիստական կուսակցության մի մասը, նոմենկլատուրայի ղեկավարների արդեն գիտեին նախորոք, մարդիկ մեծ մասը չգիտեին, որ քանդվելու է, եւ այդ սեփականաշնորհումը հենց ոնց որ 91-ին մի օրում չսկսեց։ Ու արդեն այդ եւ գործարանները գույքերը հասկանում իրենք այս աշխարհին ուրիշ հայացքով են նայում։ Դու որ փողոցով Երևանի քայլում ես կամ մեքենայով ես գնում, դու ուրիշ հայացք ունես։ Այդ մարդիկ մի քիչ ուրիշ իրանք անում են, այս շենքը ումն է, այս գործարանը ումն է, սա ինչն է, սա ումն է, իսկ սա, այսինքն ումն է, իմը կարա լինի ումից խլել, ոնց անել, ոնց սննկացնել։ Ու այդ մարդիկ ոնց որ տենց յուրահատուկ մարդիկ, ովքեր որ արդեն աչք ունեին ամեն ինչի վրա ու այդ քանդվելը ինչքան շատ տառապանք լիներ քանդվելու ընթացքում, այդքան սեփականաշնորհողը ավելի իրան ձեռնտու է։ Ինչքան գործարանը, ինչքան էժանանա գործարանը, հետո երբ որ դու ինչքան պատերազմ շատ լինի, ինչքան փախստական շատ լինի, այնքան դու քիչ մրցակից ունես թալանի վաղտ։ Թալան, եթե դու թալանում ես, հասկանաս, փախստականը թալանի հետևից չի ընկնի, էլի, կամ երկրաշարժից տուժած մարդը ինքը հացի խնդիր է լուծում, էսա ու այդ դրա հետ զուգահեռ ժամանակ այդ մարդիկ
այն շատ լավ է որ լույս չկար, որ լույսը տվեցին, մենք հասկացանք, որ վայ, այս ինչքան բան արդեն սեփականաշնորհված է։ Вот, երբ որ լույս չկա եւ այլն, երբ որ հասարակ բաները արդեն դառնում են ճոխություն եւ այլն, այդ լոգիկայով մարդիկ ովքեր պատերազմի վրա կարիերա սարքեցին, մարդիկ որ ու հա այդ ամբողջ սովետական միությունում ես արդեն հիշատակեցի նույն Իլհամ Ալիևին, որը էլի եթե նայես որտեղից է իր ընտանիքը իր հայրը էլի, համ KGB-ի, համ կուսակցական բարձրաստիճան մարդ, կարանք Ռուսաստանին նայենք, կարանք Բելարուսիային նայենք եւ այլն, այդ բոլոր մարդիկ, ովքեր որ հենց ամենահաջողակն էին այդ սեփականաշնորհման հարցում։ Նույն ու նայեք դրա զուգահեռ, եթե վերադառնանք էլի մեդիային, այդ մարդկանց մեդիա է պետք, որովհետեւ ինքը չի կարա ասենք որպես ստենդափ կամ որպես հարցազրույց պատմել կամ դպրոց իրան կանչես, ասես ոնց ես դու այդքան, չգիտեմ, հարստացել, այդքան հաջողակ, ինքը չի կարա դա պատմի, ինքը իր ամենօրյա կյանքի մասին, թե ոնց է հրամայում սրան սպանել, սրան ծեծել, սրան նստացնել, սրանից ինչ-որ բան խլել, չի կարա, բայց ինքը պետքա խոսա, չէ՞։ Իր մոտ գալիս են միկրոֆոնով մարդիկ, ինքը ելույթ է ունենում։ Այլ այդ տեքստը պետքա մեդիան ապահովի։ Մեդիան մի քիչ լայն իմաստով, եւ լրագրողները, եւ գրողները, եւ պատմաբանները, եւ մնացածը, որ դու այսօրվա օրը ցենց թողես, իբր որ ինքը խոսա պատմական արդարությունից, ոչ թե այսօրվա արդարությունից, այլ հին պատմական արդարությունից, որ այդ պատերազմը, այդ կռիվը ու թալանը անընդհատ փաթեթավորվի ինչ որ բոլորի ցանկությունների եւ բաների մեջ։ Ու հա ես եթե վերադառնանք այդ սեփականաշնորհմանը, այդ դրանով է զբաղվել մեդիան։ Ու գումարած դու պետքա միշտ վախացնես, մարդիկ պետքա վախենան, որ կարա ավելի վատ լինի։ Կարա ավելի սենց էլ է լավ։ Բա որ լույսերը տանեն, բա որ էլի պատերազմ սկսի, ու մեդիան մինչև հիմա այդ գործը անում է։ Դե չգիտեմ դուք նկատել եք թե չէ, հայկական ոչ միայն հայկական սոցցանցերը, երբ որ սկրոլ ես անում կամ լուրեր ես կարդում, իսկականից կարաս վատանաս, առողջությունդ ոնց որ փչացնես, լինում է որ ու դու չես հասկանում ինչի։ Ուղղակի դու երկար ինչ որ բան ես լուր ես կարդացել, նյուզ ես կարդացել կամ այդ կոմենտները, որոնք էլի դրա մի մասն են եւ այլն, վատացնում, վախացնում, այդ կարևոր իրանց գործն է ու այս նույնիսկ իշխանապողության ժամանակ դա չի փոխվում ու այդ այնա ինչ որ լրագրողները կարում են անեն ու շարունակում են անել, ոչ մեկ չի ուզում փոխվի կամ անի ինչ որ նոր բան։ Вот։ Ու նույն եթե վերադառնանք բանին, այն ինչ ուզես կարաս ասես Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո կարաս ասես սա խաղաղության խաչմերուկն է։ Ինչ խաղաղություն, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Դու էլի ոնց կարելի է կամ նույն ասենք Իլհամ Ալիևը երբ որ սկսում է շահարկել, որ ադրբեջանցիները պետքա վերադառնան Հայաստան։ Հա թո հարց չկա, թո վերադառնան, թո բոլորը ու բայց դու ոնց կարաս առանց էլի դա նշանակում է դու պետք է քո իշխանությունը կորցնես, դու պետք է քո ունեցվածքը կորցնես։ Դու պետք է նավթային սեկտորը հետ մի հատ ազգայնացնենք, հետո հասկանանք, որտեղ դու առանց վերանայելու սեփականաշնորհման բնակարանների թեկուզ սեփականաշնորհման հարցը ոնց այդ մարդիկ առանց տուն մնացին, ինչի իր տունը ունեցվածք չէ, իր տուն դու ուղղակի ասում ես այնպես տիպը դեսանտ վերենք նստացնենք, ասենք Հայաստանում, ոչ մի հարց դու արմատական հարց չես կարա լուծես, եթե այդ սեփականաշնորհման հարցը չմցնես։ Շանս կա 2018-ից, եթե ամենահեղափոխական նախագիծը այս գործող կառավարության հիշենք, այդ երևի համընդհանուր առողջապահության ծրագիրն էր, որով առաջարկում էր 6% հարկ մտցնել պարտադիր բոլոր աշխատող մարդիկ, բոլոր կոնտրակտները 6%, որը հերիք էր համարյա 99% հիվանդությունների անել ապահովագրություն ապահովել։ Հիմա դրա նման մի բան փորձում ու այն ժամանակ հերիք էր ֆինանսների նախարարը ինչ որ մի հայտարարություն արեց, ասենք ֆինանսների նախարարին դա պետք չէր։ Ու տապալվեց, ոչ մի բան էլ չեղավ։ Այսինքն վեր այդ քննադատության մասին որ խոսում ենք, էլի խնդիրել չկա խոստումը իրականացնել։ Կարող է նույնիսկ եթե փորձ եղել է ինչ որ կրթական համակարգ, բժշկական համակարգ, ուժային համակարգում ինչ որ բան փոխել, հետո հասկացան այնքան էս խրվելու, այնքան աշխատանք կա անելու։
Իսկ մարդիկ էլ մտածում են երևի պետքա մի քիչ, չգիտեմ, ուզում են երևի լավ ապրեն կամ ավելի լավ ապրեն կամ ես չգիտեմ ինչի մեջ են այդ մարդիկ, բայց այդպես նայել են աշխատում, ա թող աշխատի։ Ոչինչ, թող այն աշխատում է, էլի ինչի կպնես։ Դու նույն բժշկական նույնիսկ համակարգում շատ մեծ փոփոխություններ չես կարող անես առանց վերանայելու էլի սեփականաշնորհման արդյունքները, որովհետև այդ հիվանդանոցները բոլորը պետական էին ու 88-ի երկրաշարժից հետո սովետական Հայաստանի հիվանդանոցները համալրվեցին այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկայով, շատ ժամանակակից տեխնիկա օգնություն եկավ, բան, ու այդ բոլորը եկավ, սովետի կոնտեքստում ամեն ինչն էր ժամանակակից, որ գալիս էր, չգիտեմ, Գերմանիայից կամ, ու այդ ամեն ինչը միանգամից սեփականաշնորհվեց, ում սեփականությունը եղավ։ Դրա մեջ իմիջիալոց եւս կա Քոչարյանի ընտանիքը եւ այլն։ Առանց այդ մեծ, դուք տեսել եք, խոշոր այդ բժշկական ամբողջ ինդուստրիայի սեփականաշնորհման վերանայման դու չես կարող ոչ մի ռեֆորմ անես։ Вот, մանավանդ երբ որ գտնվում ես բլոկադայում։ Իսկ էդ էլ մի ուրիշ հարց, որ ես եմ սկսել նկատել, այսինքն դա Հայաստանում գիտեք, ամեն ինչ թանկ է շատ։ Բացի նրանից, թանկը նույնիսկ ոչ թե համեմատած նրան ինչքան են մարդիկ վաստակում, այլ ուղղակի թանկ է։ То есть համեմատած ինչ որ եվրոպական քաղաքների հետ, մարդիկ Մոսկվայից են գալի, ասում են Երևանը ինչ թանկ է։ Չեմ ասում կոմունալներն են ինչ թանկ եւ այլն։ Ահա որ թանկ է։ Ու ինչու հարց ենք տալի, ինչի այդ ինչին ենք մենք սովորել։ Այդ բլոկադային, ես այդ Ղարաբաղից հետո, երբ որ Ղարաբաղցիները արդեն եկանցել, որ բլոկադայում էին, բան եւ այլն, ու ոնց որ թե մենք սովորել ենք, մենք էլ չենք ռեֆլեքսիա չենք անում, որ սա ինչ է։ Եվ որ պարզ չի, պատերազմը թե պատերազմ չի, գները ինչի են այսքան թանկ, ինչի ենք մենք իսկականից տուպիկի մեջ ապրում։ Ինչի է անկախությունը, անունը դրել անկախություն, բայց փաստացի սահմանի մեծ մասը փակ է մնում։ Նույնիսկ այն սահմանի, չենք ասում սովետական սահմանը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ են վախտել էր փակ, բայց փակվեց ամենամեծ սահմանը, ասենք Ադրբեջանի հետ, որ հնարավոր չի ստեղ գնաց նստել ու չգիտեմ մի քանի ժամ միտեղ գնալ։ Թբիլիսի կգնաս, կգաս եւ այլն։ Մենք խորը բլոկադայի մեջ ենք, դա ազդում է ու ազդել է ամեն ինչի վրա, ապրելու, ապրելակերպի վրա, այն թե ոնց են մարդիկ, ինչ պատկերացում ունեն կյանքի մասին, ընտանիք կազմելու մասին, տոնակատարությունները, ինչ հայրանից ներկայացնում, չգիտեմ, նոր տարին, հարսանիքը, ուշադիր նայեք, դա ասենք կազարմայի շատ միլիտարիստական մշակույթի մեջ ենք, երբ որ կարևորը այդ հանդեսն է, այդ ռեպրեզենտացիան է։ Կարևոր չի պապան ինչով է զբաղվում, ինքը պետք է գա երեխու հանդեսին ու ամեն ինչ ճիշտ լինի։ Էս իմ բալիկն է, էս իմ կնիկն է, նայեք ինքը երգում է, էսի արտասանում է, սա հանդեսը լավ է։ Հետո ես վերադառնում եմ իմ գազանանոց, իմ գիշատիչ, ասենք ինչ որ աշխատատեղ, որտեղ մարդ եմ ծեծում, որտեղ պետքա շեֆը իմ վրա գոռա, ես էլ իմ ենթակայի վրա գոռամ եւ այլն։ Այդ մենք իսկականից ահավոր վիճակում ենք կամ այդ ամեն ինչը ներկայացվում որպես այ դա ճիշտ է, դա հայկական է, վանդականը այդ ձևն է, այդ տիպի պիտի լինի, այդ տիպի հարսանիք, այդ պիտի հանդիսությունների սրահ, այդ տիպի նոր տարվա սեղան, ես չգիտեմ ինչ։ Նոր տարի է իմիջիալոց գալի։ Այս տեսել եք հեչ վիդեոներ 90-ականների նոր տարիներից։ Ինչ ուրախ է, որ մարդիկ 90-ականների նոր վիդեոյի մեջ։ Որ պարում էին, պարելու համար, ուրախանալու, ուտում էին տենց համով, չգիտեմ, որ այդքան բան չէ։ Չեմ ասում, չեմ ասում թշվառություն, էլի գնանք թշվառություն, բայց դաժե մեծերին հարցնում եմ, մեր համար ավելի հետաքրքիր է, որ մանկություն էր, մենք ինչ-որ մեր վրա ծանրաբեռնություն չկար, ինչ-որ մի բան ուտելիք ճարելու եւ այլն, բայց որ հարցնում եմ, դաժե մեծերը, որ տարապում են, ասում են, այն վաղ ավելի ուրախ էր, որովհետեւ հույս կար, որ պետք է փոխվի ու լավանա, ու մեկ էլ այն որ չգիտեմ, հա, դե երևի ավելի շատ են ուտում մարդիկ, երշիկ, բայց ոնց որ թե այդքան լավ չեն ուրախանում։ Դա ինչի է վերածվել բանը։ Ես Ռուսաստանում իմ բարեկամներից
երիտասարդ տեղից հարցնում են, ասում եմ ինչով են տարբերվում։ Դե իրանք դες որ հայերով են ապրում։ Հələ քիչ է հայերով, Ղարաբաղցի հայերով պատկերացնում ես։ Вот, հարցնում եմ ասում եմ, բայց տիպա տեղացիներից, ռուսներից ինչով է տարբերվում, ոնց է։ Էլի բայց սա կյանք ընդեղ են ապրել։ Ասում եմ, օրինակ ռուսները հարսանիքի վաղ ուրախանում են։ Ասում եմ, բայց հայկական հարսանիքին չի կարելի ուրախանալ։ Ասում եմ, սա նստած նայում են իրար, ասում են, դες ինչ պաշտոնը, էսի գիտես չէ, իր դատախազի ընկերն է, իսկ սա, չգիտեմ, էսի դեպուտատ է, դեպուտատի շոֆերն է, սա իրար նայում են հանկարծ մեկը իրան սխալ չպահի, բան, ասում եմ, ուրախանալ չկա։ Դա շատ տարօրինակ է։ Կարծես ես ասում եմ, այդ հարսանիք մի երկու անգամ իսատ պրատ եղել եմ, ու էստի շատ տարօրինակ է։ Ոնց որ ես ոբշի parallel եմ սիրում դե ուտել, խմել, բան եւ այլն, ու այդ իբր այդ սաղ բաները կան, բայց ոնց որ վարկաբեկված վիճակում, ոնց որ այն չպարող մարդիկ, չգիտես ինչի պետքա parեն, այնտեղ մարդիկով պետքա չուտեն, շատ են ուտում, ով պետքա չխմեն, խմում են, ավելի են տխրում, փոխանակ ուրախանալ, ուսում Ինձ թվում է այդ բլոկադան մենք թերագնահատում ենք, այս հարսափելի բլոկադայի մեջ ենք։ Բայց Յուրա, ոնց որ նենց մի հատ մեդիայում որ նայես, նենց տպավորություն է, ոնց որ վերջ, անցանք առաջ, ոնց որ թե մի հատ ապագա է եկե, որի մեջ ենք հիմա, որտեղ կա խաղաղություն, հնարավորություններ, դուրս, այսինքն մենք արդեն դուրս ենք, այսինքն այդ ձևի տպավորություն է, ասեք շո արդեն ինչ-որ ընկերություններ քննարկում են Ադրբեջանի հետ, ով է իրանց նավթը անցկացնելու Հայաստանի միջով, սենց մի հատ շատ դրական ինչ-որ դեպի ապագա նայող բան կա, որը եթե նայես մեդիա դաշտում, այդ ձևի մի հատ ներկայացվում է ու դրան մեկ էլ բերում ես, ասում ես այն ինչ որ նոր ասեցի 90-ականների նոր տարվա այդ քեֆ ուրախությանը, որտեղ ասում ես մարդկանց մոտ հույս կար, որը ինձ թվում է որ ոնց որ ինձ թվում է հիմա այդ հույսը չկա, ճիշտն ասած, ոնց որ բայց կա մի հատ ոնց չգիտեմ ինչ բառ օգտագործեմ հայերեն ոնց են ասում կողը շատ ված հնչի desperate բառը հայերեն կա ասենք desperate versus հայերեն ոնց են ասում desperate վերջին հույսից կախված բայց այդ էլի հույս չկա ոնց որ չես էլ հավատում էլ բայց սենց աղաչում ես Սենց մի հատ նենց տպավորություն է, որ դրա մեջ ենք, մեկ է մեդիան մի հատ ուրիշ բան է մեզ ցույց տալի, որ ոնց որ սենց կարելի է գժվել, էլի, ինչի մեջ ենք։ Գիտես, սենց մի բան կա, որ Յուրա ասում է իր որ մեդիան ավելի լայն է, քան թե ուղղակի լուրերը, չէ, կա ավելի լայն մեդիա ու այդ մեդիայի մեջ մտնում է ակադեմիական տեքստեր, գրքեր ու ես նույն բանը տեսնում եմ այդ տարածքում, որովհետև այտենց մի հատ փուլ կա, որ այդ երևի 90-ականներին ու 2000 թվականների սկզբներում այդ սեփականացնել privatization-ի փուլը դեր ինչ-որ քննարկումներ կային դրա մասին։ Հիմա էլ չկան։ Հիմա ոնց որ ասենք Հայաստանը ու ոչ թե մենակ Հայաստանը, բայց այդ հետսովետական երկրները բոլորովին անցել են մի հատ ուրիշ տեղ, ուրիշ տարածք, ժամանակ, որտեղ այդ էլ խնդիր չի։ Այդ խնդիրը լուծված է ու եթե նայես ոնց որ այնց քննարկումներ են գնում այդ ակադեմիական դաշտում, ոնց որ Ամերիկայի մասին է խոսքը կամ Եվրոպայի մասին։ Իրանք խոսում են ինչ-որ մարդու իրավունքների, այս կազմակերպությունը, այն կազմակերպությունը, identity-ի մասին, ռասիա, սենց խնդիրներ, որոնք իհարկե կարևոր են, բայց նենց որ
այդ քաղաքական ու տնտեսական հարցը էլ չի տարբերվում։ Նույն բանն է։ Մենք հասել ենք եվրոպական, ամերիկյան ինչ-որ տեղ ու պետք չի էլ այդ սովետական անցյալը քննարկենք ու եթե սովետը կա, եթե ինքը ներկա է այդ քննարկման մեջ, ինքը մենակ ինչ-որ հին վատ ու ուղակի ճնշող մի բաներ, որ հիմա արդեն չկա ու մենք փորձում ենք անցնենք այդ ճնշումներից։ Չի խոսվում, որ այդ ժամանակ մարդիկ ինչ որ տնտեսական ապահովություններ ունեին, որ հիմա չունեն։ Ոնց որ էդ էլ կարևոր էլ չի որպես ինչ որ խոսք կամ էլ հարցնականի տակ դնել ինչ չունենք։ Էդ էլ չկա։ Լրիվ այդ ոնց որ խոսվում է ու եթե նայես այդ լիբերալ ակադեմիայի մեջ էլ օլիգարխ բառը չի օգտագործվում, ուղղակի մենք անցել ենք երևի մեկ լինում է նեոլիբերալ, մեկ լինում է խոշոր բիզնեսմեն, հարուստներ, բիլիոնատերեր, տենց բաներ, բայց օլիգարխիան էլ չկա։ Ոնց որ մենք հասել ենք, դու կարդում ես գիրք Վրաստանի մասին, ոնց որ դու կարդում ես, չգիտեմ, Իտալիայի մասին։ Տենց։ Ակադեմիան նույնիսկ երևի պարզ է ինչի է տենց խոսում։ Ես մի քիչ էլի ոչ թե արդարանալու համար, բայց միշտ վտանգ կա, որ խոսելով սովետի մասին, հավանաբար սովետում մարդիկ եւ տարբեր տեղերում, տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իրավիճակներ կային։ Հիմա էլ են ասում, ինչ որ մի ռեգիոնում կարակ չկար, իրենք գրում են ուրիշ ռեգիոնից ինչ որ բան մթերք առնելու, ստեղես չկար, ստեղեն չկար, եւ տարբեր երևի չգիտեմ, հաստատ երևի Էստոնիայում մի քիչ տարբեր էր, Չեչնիայում մի քիչ ուրիշ, Ղազախստանում, Հյուսիսում նույնիսկ եւ հարավում էր տարբեր եւ այլն, բայց այդ չէ։ Այն ինչ որ կարևոր հարցեր, ֆունդամենտալ հարցերը չես կարող լուծես NGO-ի այդ քաղաքացիական սեկտորով, չես կարող լուծես, հա, մետրո չես կարող կառուցես, կրթություն, հանրային կրթություն չես կարող ապահովես։ Ու հավանաբար այդ ակադեմիան էլ ընդեղ էլ պակաս զավթիչներ չէին, այդ թալանտներ եւ ովքեր որ մենաշնոր են սարքել, ովքեր որ մոնոպոլիաներ են, այդ ոլորտները մոնոպոլիզացրել են եւ իհարկե իրանք պետքա միայն քննադատական վերաբերվեն, բայց օքեյ, օրինակ հումանիտար կրթությունը, հումանիտար գիտելիքը սովետում համարում էր որ կաղում էր, այդքան տեղ չէին տալի, բայց այնպես չի որ հիմա, ասենք, մարդաբանությունը ինչ որ սովետից հետո հայկական մարդաբանությունը աճել է կամ կրթության ոլորտն է ինչ որ զարգացում ապրել եւ այլն, բայց օրինակ նայեք, եթե IT ոլորտը հիմա ինչ որ մարդիկ մաթեմատիկայի ֆակուլտետներից, չգիտեմ, ֆիզիկայի ֆակուլտետներից կարում են դառնալ, ասենք, IT ինժեներ, դա ինչի շնորհիվ է, այդ իներցիայի շնորհիվ է, սովետական դպրոցի մնացորդ այդ դասախոսների համակարգի, որտեղ որ NGO-ն չի կարացել մտնի, NGO-ն չի կարա մաթեմատիկայի մեջ մտնի, չնայած կուզի իհարկե, NGO-ն հիմա իզուր խոսացինք, հիմա կնայենք ֆիզմատ մի հատ բանը, ինչ կլինի, ֆիզմատ research center կլինի մի հատ երևի, չնայած այդ ոլորտն էլ էլի շատ կախված է այդ գրանտային համակարգից եւ այլն։ Այդ իրանք էլ մեդիայի պես սպասարկում են իրանք իրանց օրակարգը, երբեք ռեֆլեքսիա չեն անում, թե ինչ է կատարվում այդ ոլորտի ներսում, թե ինչքան է ինքը մանրացել, ինչքան է ինքը բլոկադայի մեջ, ինչքան իրենք կախվածության մեջ իրենց եվրոպական կամ ուրիշ այդ գոլեգաներից, դրսի գոլեգաներից, ովքեր որ հասկանում եք Հայաստանի հետ գործ անողները բոլոր ոլորտներում, իրանք գիտեն, ոչ միայն գիտեն, թե ինչպես է կոռումպացված Հայաստանը, իրենք նաև ավելի շատ են կոռումպացնում Հայաստանը։ Այդ եթե դուք եվրոպական կամ մնացած այդ կառույցների, նույնիսկ ֆոնդերի, բաների հետ աշխատեք, իրանք իրենց ներկայացուցիչները ստեղ
շատ լավ եւ ատկատներով են աշխատում եւ իրար են սնում, իրար նախագծերի մեջ, իրար ներգրավում, հա, ֆորմալ ասենք այդ ամեն ինչ այդ բյուրոկրատիա են իրար հետ կազմակերպում ամենակարևորը։ Եվ այնտեղ արդյունքը այդքան կարևոր չի, ոչ արդյունքն է կարևոր, ոչ process-ը, կարևորը application-ը ճիշտ լրացված լինի եւ report-ը ճիշտ ժամանակին։ Ու մնացածը այն որ մենք ասում ենք Հայաստանը, իրանք բլոկադայի մեջ չեն, բայց իրանք անընդհատ ռեպրեզենտացնում են իրավիճակը։ Դրա համար նաև օգնում են, որ այդ բլոկադան չերևա, այդ պատերազմը չերևա, այդ վախերը, վտանգները չերևան։ Ու դրա համար այո, կարդում ես այդ բաների մասին։ Ու օրինակ կամ թանկով վաճառում են շատ པարզ բաներ։ Որպեսզի NGO-ները ակտուալ լինեն, իրենք էլ են շահագրգռված, որ հանրային կրթությունը, դպրոցը, մանկապարտեզը լինեն շատ վատ վիճակում։ Նույն բանը ոնց որ փողով դպրոց բացելու համար պետք է անվճար դպրոցը շատ սկի, շատ վատը լինի, որ դու կարաս པարզ բանը վաճառես մարդու վրա, նորմալ վերաբերմունքը, որ դու չես գոռում երեխայի վրա կամ չես խփում երեխային, դա արդեն վճարովի է։ Եթե անվճար դպրոց կգնա, իր վրա կգոռան, էլի։ Ու ուրեմն իմ փորձը, ասենք, ինչ որ սեմինարների, ինչ որ այդ քաղաքահասարակության միջոցառումներին մասնակցել եւ այլն, ինչ որ չափով մենք էլ ենք ելու քաղաքահասարակություն, էլի համարվում։ Ուրեմն ասենք խաղաշինական ոլորտում հանդիպում Վրաստանում ստանդարտ իրավիճակ, թուրք, ադրբեջանական, վրացական, ռեգիոնալ հանդիպում եւ այլն։ Եվ դրա գլխավոր ձեռքբերումը տարից տարի հիմնական այդպես նույն մարդիկ կամ նույն ինչ-որ նոր երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ մեծեր հանդիպում են ու հետո կիսվում են տպավորություններով, մենք տեսանք, որ թուրքերն են մարդ, որ այդ մարդիկ նույնիսկ առաջի անգամ պատկերացնում եք, վաու, իրանք տեսան, որ դրա համար պետք է այդպես մեծ միջոցառում կազմակերպել, թղթեր լրացնել, չգիտեմ ինչ լրացնել։ Իբր թե մարդիկ, ովքեր գնում են Կոբուլեցի կամ Սև ծով հանգստանալու Վրաստանում, իրենք ադրբեջանցիների կողքը չեն հանգստանում, կամ ով որ գնում է Ռուսաստան։ Հայաստանից ընդհանրապես ուր գնաս, բոլոր տեղերը ադրբեջանցիներ են ապրում, թուրքեր։ Նույնիսկ եթե Իրան ես դու գնում ես Ադրբեջանի մեջով, ադրբեջանցիների, ասենք Իրանի ադրբեջանցիների մեջով։ Ու այդ հարցը չկա, այսինքն դու պետք է կոնֆլիկտը նույնիսկ պետք է ստեղծես, խնդիրը ստեղծես, որ հետո սեմինար անես տոլերանտ լեզվի մասին, հա, hate speech-ի մասին, իբր թե դրա համար հատուկ պրոյեկտ է պետք, հասկանում ես, տոլերանտ լինելու համար, կամ ես չգիտեմ ինչի համար, հատուկ, այլ ոչ թե շփվել է պետք, էլի, իբր թե ամենակարևորը ոնց է հաշմանդամին չասես ինվալիդ, այլ ոչ թե այդ մարդուց հարցնես ընդհանրապես ինչ խնդիր կա, էլի, այդ խնդիրը թող մնա խնդիր, բայց կարևորը մենք այս բառը այստենց օգտագործենք, հասկանում ես, ու շատ հաճախ մարդկանց առաջի փորձը խոսալու ընդհանրապես, ինձ թվում է կրթությունը դրա մասին էր, չէ՞, զուտ շփման, ձևի քննարկման, որ մարդ սովոր լինի, այսինքն սոցիալիզացիան ինչի մասն է, որ սովոր լինի հերթով խոսել, հարց ձևակերպել, պատասխանել, կիսվել եւ այլն։ Ու մարդիկ անցնում են դպրոց, անցնում են մանկապարտեզ, անցնում են Աստված ոչ անի բանակ եւ այլն։ Ընդհանրապես մեծ կարող է 40-50 տարեկան մարդիկ են ու կյանքում իրանք փորձ չեն ունեցել շփման։ Այսինքն քննարկում, ոչ մի դասատու դա չի անում։ Փողով դպրոցում կարող է, ինչ որ քաղաքահասարակության կազմակերպած միջոցառումում կարող է ինձ հենց դրա մասին է, որ բայց ոչ մեկ չի հարցադրում ինչի մարդ իր կյանքում չի ունեցել այդ փորձը, ուղղակի կլոր նստել ու ինչ որ բան քննարկել, հերթով խոսալ, ոչ թե իշխել, ոչ թե սովորացնել, ոչ թե այդ բանի դերից, ոչ թե այդ կոնֆլիկտ, այդ ուղղակի շփվել, խոսալ, ու դա իսպար վերացած է, ու ինչ որ ձևով այդ քաղաքահասարակություն կոչվածը եւ ակադեմիան իրանք շահագրգռված են եղել, որ ամեն ինչ ել ավելի ջարդվի, ել ավելի կոտրվի, որ դու կարանաս չոր հացը որպես դեսերտ վաճառես, էլի։ Ինձ թվում է դրա մեջ ինչ որ այդպես միտում կա։ Ու նայում ենք իսկականից կարանք գտնենք մարդկանց վերլուծաբանների, որ ինչ որ դինամիկա տենան եւ այլն, բայց փաստը մնա փաստ, ոչ մի մետրոյի կայարան այսքան ժամանակ չի բացվել։ Դու կարաս
պատերազմի վաղտ, չգիտեմ, նույնիսկ ռեստորաններ էլ սարքես, չգիտեմ, ինչ սարքես, բայց այ մետրոյի կայարան չես կարող սարքես։ Բնակարանային հարցը չես կարող լուծես, դա հայտարարությունը ինչա կատարվում այդ ոլորտի հետ ու չես կարող նույնիսկ պատկերացնես ինչի է հասցրել, որ մի քաղաքական ուժ լինի, նույնիսկ պոպուլիստական, որ ուղղակի խոսա սոցիալական բնակարանների մասին, որ ուղղակի ամեն մարդ պետք է ունենա բնակարան։ Դա միանգամից այդ նույն այդ որ ասում ես ոնց են սովետը հիշում, կասեն այդ չգիտես խի այդպես վատ իմաստով սովետա։ Չնայած իրանք այդ անվճար են ստացել հիմնականում այդ բնակարանները, ժառանգել են եւ հիմա թանկով կարող են վաճառեն եւ ստացվել է որ իրանք 200 կամ 100,000 դոլար ունեն։ Բայց հիմա պատկերացնել որ ինչ-որ մեկը հանրային դաշտում խոսա նրանից որ ժողովուրդ պետք է ուղղակի մարդիկ հերթով ստանան բնակարաններ հերթագրվել եւ դա ոնց որ առաջնային խնդիր է։ Այդ իսպար վերացել է, նույնիսկ մտքով մարդկանց չի անցնում։ Դրա համար նայ ինչ ակադեմիան եւ մեդիան եւ մնացածը եւ օլիգարխները ինչ լավ եւ համահունչ իրար հետ աշխատել են նրա համար, վարժեցրել են մարդկանց, որ մարդիկ ուղղակի մտքներով իրանց շանսնի, որ բնակարան ունենալու համար պետք չի 30 տարի լրացուցիչ 2 աշխատավարձ ստանալ կամ չգիտեմ քո աշխատավարձի մեծ մասը տալ, որպեսզի հետո 30 տարի հետո, չգիտեմ, 1-2 տարի դու տանը ապրես կամ չգիտեմ ինչ անես։ Ոչ մի այս ահավոր մի հատ մի իրավիճակ ունենք։ Ու որ եկեղեցին էլ է խաղում այդ նույն խաղը, որովհետև եկեղեցին, որ մարդ կարող է պատկերացնի, որ ինչ որ մի հատ կառուցա, որ կարող է հումանիտար հարցեր հարցնի, դնի տեղում ու լուծի ինչ որ չափով կամ պնդի այդ հարցերը, եկեղեցին ոչ մի կապ չունի այդ հարցերում, ինքը ոչ մի բան չի անում այդ դեպքում ու ասենք եթե մենք մտածում ենք եկեղեցու մասին մեդիաների կողմից, մենք ինչ ենք տեսնում, օրինակ լիբերալ ակադեմիայի մասին խոսամ, որովհետև այդտեղ հետ սովետական եկեղեցին դառնում է ինչ որ մշակութային հետամնաց կառույց ու ինքը ոչ թե օլիգարխի պաշտպանող ինստիտուտ է կամ չգիտեմ ինչ որ ուժեղների ինչ որ տեղ որ լեգիտիմացնում են ուժեղ մարդկանց, բայց հետամնաց մշակութային տեղ, օրինակ որ տեսնում ենք Վրաստանում ոնց են եկեղեցին դուրս գալիս գեյերի դեմ, Հայաստանում էլ լիքը սենց ցույցեր են եղել, չէ, փողոցում բան, ու մեդիաները ցույց են տալիս ոնց է եկեղեցին պաշտպանում հայ ժողովրդին, կամ էլ մյուս կողմից ոնց է եկեղեցին դուրս եկել գեյերի դեմ, սենց բաներով մենք իրականում, ասենք, հա, այդ բաները լինում են, իհարկե այդ կա, բայց ինչի? Այդ հարցը ինչի ու այդ հարցը ասեմ Ամերիկայում էլ չի հարցվում, ասենք ինչի են բանը քրիստոնյաները այդքան դեմ տրանսերին, գեյերին ու ինչի այդ իրանց մենակ հարցը, երբ որ այնքան մեծ խնդիրներ կան ստեղ Ամերիկայում, հա, բայց այդ հարցը մեզ ցույց է տալիս եկեղեցին ինչ է ու ինչի համար է, բայց այդ հարցը չի տրվում ու կարևորը իմ համար ոչ թե որ մարդիկ չեն տեսնում, չեն հասկանում, բայց մեդիաները ինչի չեն ցույց տալիս այդ մասը, կամ էլ բանը Փաշինյանը, երբ որ ինքը դեմ է գալիս, եկեղեցուն ինքը ինչի չի խոսում այդ քաղաքական տնտեսական հարցերի շուրջ, ինչի է նորից կպնում մշակութային հետամնաց կամ կոմունիպացված կառույց, որովհետև եկեղեցին շատ ավելի մեծ բան է ներկայացնում ու շատ ավելի մեծ ուժ ունի դրանից։ Այդտեղ իզուր եւ բացի երևի ինչ որ անգրագիտությունից, որ կարող է չհերիքի, դա հեշտ է, էլի, ասենք, որովհետեւ գոռալով խոսած բան։ Ընդհանրապես եկեղեցին էլ է օգնում, բան նրանում է իրանք մեծ հաշվով նույն լեզվով են խոսում։ Ուղղակի Փաշինյանը փորձում է իր իմիջը ուժեղ կողմը իմիջի օգտագործել, իսկ ուժեղ կողմը էլի այդ համատականի մեջ է, որ վերջ-վերջո Փաշինյանը ի տարբերություն նախորդ այդ քաղաքական գործիչների, հիմա մենք մի քիչ PR մենեջերների պես ենք խոսել, հիմա ես սկսեցի խոսալ, բայց այդ երևի այդ
կտենալ, որ օրինակ Աննա Հակոբյանի դերը կամ իրանց ոնց են իրանց զույգը, իրանց երեխեքը մանավանդ ասենք տղեն, որ այս հասարակության համար ինքը ոնց որ ուզում անդադ շահեկան դուրս գա եւ ինքը ասում է որպես քրիստոնյա եմ ես քննադատում, այսինքն ինքը որպես ինքը ավելի բարոյական երևա, ինչը այդքան դժվար չի, որտեվ համատած մնացած ասենք առաջին տիկիններին, որ ինքը ոնց որ ավելի տենց մարդանման, ավելի հասարակ, ոնց որ զույգ են, ավելի տենց իրար հետ են, հավանաբար երևի սիրահարված են իրար եւ այլն, ու տղեն շատ կարևոր դեր է ստեղ խաղում, որտեվ մնացածի ոնց որ էս մեր վիճակներում, հայկական վիճակներում, չգիտեմ, տարածաշրջանային վիճակներում պետք է հարուստի կամ չգիտեմ, թափով մարդու տղեն էլ լինի հարուստ ու թափով ու օգտագործի այդ դիրքը, բայց ինքը ի տարբերություն ոնց որ այդ տենց խոսալը վերում է նրան, որ ուղղակի դու խոսում ես այդ թեմայից, այլ ոչ թե խոսում ես նրա մասին, ինչի համար ընդհանրապես դու իրավունք ունես խոսալու, ունես այդ խոսափողը, այդ բարձրախոսը։ Բան նրանում է, որ ոչ մեկ չի պատվիրակել, ոչ մեկ չի խնդրել, ոչ մեկ չի ուզում, որ քաղաքականությունը կամ քաղաքական գործիչը խոսա նրա մասին, թե ես ում հետ քնեմ, թե ոնց քնեմ, թե նույնիսկ մենք տարիներով կարանք իրար հետ շփվենք ու շատ հաճախ չխոսանք ինչ-որ, բայց մի օր խոսանք ինչ-որ շատ անձնական բաներից, կարող է մեր հավատալիքներից խոսանք, իսկ այդ ասենք վայրենիները իրանք վերցնում են, իրանք ասենք իրանք սապոգներով, կոշիկներով ոնց որ մտնեն հոգուտ մեջ, իրանք թվում է իրանք պետք է մեր հոգիները փրկեն։ Այնինչ ինքը իհարկե ավելի հեշտ է այսպես կոչված հոգու մասին խոսալ, պատմության, չգիտեմ, ճիշտ հայի, սխալ հայ, ոչ մեկ չի ասում, որ դու պատմաբան չես ընտեղ նստած։ Ինչի է դու, ես գալի հարց եմ տալի, ոնց որ ժեկի պետին ասում, ինչի է լիֆտը այդ վիճակում, ինչի է սա սենց, ինչի է ջրամատակարարում եկեք մի բան անենք, ես չգիտեմ, ստեղ գազ չկա, ստեղ ջուր չկա, իսկ ինքը ինձ ասում է Տիգրան Մեծ, ես չգիտեմ, պատմական Հայաստան, իրական Հայաստան, բա տրանսերը, բա այ մարդ ինչ գործ ունես դու իմ հետ, թե ես ոնց ապր հարցն է, որ չխոսալու համար, հենց այդ ու եկեղեցին իհարկե օգնում է, եկեղեցին էլ չի ուզում, որ մենք խոսանք մինիմումներից, որովհետև մենք պետք է խոսանք, թե ամեն մեկին ինչա պետք, ես ոչինչ չգիտեմ ուրիշի մասին, ես ոչինչ չի, ես միայն գիտեմ, ես չգիտեմ քնելուց առաջ ով ա աղոթում կամ չի աղոթում, ով հետ է քնում, քանի անգամ, ինչ կապ ունի, ես միայն գիտեմ, որ քեզ պետք է այսքան ջուր, այսքան տաքություն, այսքան ուտելիք, այսքան քառակուսի մետր, որ չգիտեմ դու լողանաս, չսառես, սոված չմեռնես, հավանաբար մի քիչ էլ բուժօգնություն, ինչ որ դեղորեք ու հավանաբար մի քիչ էլ կրթություն։ Այ ինչ որ դա մենք գիտենք իրար մասին, բոլորս բոլորի մասին։ Էդի հայերը թուրքերի մասին գիտեն, չգիտեմ, չինացիները ուղղորների մասին, բոլոր, այ դա ես գիտեմ։ Ու այդ է հանրային, եթե դու դրանից դուրս վերցրել ես այդ բարձրախոսը, այդ ամբիոնը, այդ պարլամենտը, այդ ես չգիտեմ, հերոստացույցը, բանը, ու միլիոն մարդուն չես ասում, այդ միլիոն մարդուն դու ասում ես ինչ-որ բարոյական բաներ, խրատ ես տալի, ինչ-որ դա ուղղակի պետքա, չգիտեմ, всё, վերջացավ, ինքը հենց այդ պահից ուրեմն ինքը ոչ թե լեգիտիմ չի, ինքը իր գործը չի անում։ Ու եկեղեցին իհարկե շագրգռված է, որ ինքը իր գործը չանի, որովհետև եկեղեցին ավելի հմուտ է այդ գործում։ Եկեղեցին շատ շուտ անց ինքը դարերով է դրանով զբաղված, որովհետեւ ոչ մեկ չհարցնի, ինչ եք դուք ոչինչ չեք անում, մեր հոգիներն եք անդադ փրկում ու վատ, եթե իրանք լավ, եթե դու իսկական ինչ-որ կրոնական, ես չգիտեմ, քրիստոնեական կամ ուզում ես քրիստոնյա լինես, չգիտեմ, քրիստոնյաները ուզում են հղվեն միշտ առաջի քրիստոնյաներին, չէ՞, ոնց որ ամենաճիշտ քրիստոնյաներին։ Դու հայ առաքելական եկեղեցի չես գնա, կգնաս, ես չգիտեմ, Եհովայի վկաների մոտ երևի կգնաս, ուրիշ կրոն, չէ՞, բուդդիստ կդառնաս։ Ոչ չգիտեմ ինչ կլնես, բայց հաստատ դա չես գնա, այսինքն դրա համար էլ ուրիշ եկեղեցիներ կան, մի եկեղեցի չի շատ են, հա։ Так что այդ իմաստով խորքային իմաստով շատ բոլորին ձեռնտու, բոլորին նկատի ունեմ այս մեծ բիզնեսին, եկեղեցիներին եւ քաղաքական գործիչներին ձեռը տալի այդ տենց խոսալ, այդ լեզվով խոսալ, այլ ոչ թե խոսալ այն ինչ որ պետք է։ Իսկ լրագրողները եւս իհարկե սպասարկում են այդ օրակարգը եւ լրագրողները չեն հասկանում իրանց գործը, էլի, իրանց շատ տարօրինակ մարդիկ ամբիցիաներ ունեն ու Նիկոլ Փաշինյանն էլ չէ լրագրող եղել։
ու դա թույլ է տալի բոլոր լրագրողներին մտածել որ կարիերա կարա աճի մինչև անվերջություն հասկանում ես ու իրանք էլ Մարկով սրտիկներ դնելը օրինակ ոտ լրագրողները անձնական հասնես չգիտեմ ուր որ այդ կարաս անես ու այդ օքեյ այլի կանցնի կուտվի ոտ մի հատ բան է ուզում ասել, այդ հետաքրքիր է իմ համար, ես պրոստը սենց մի հատ այս պահին մտածեցի կամ տենց կապեր բերեցի իրար, որ ոնց որ ամեն դեպքում հասկանում եմ, որ եկեղեցին դա կառույց է, բայց ամեն դեպքում ոնց որ այդ հավատքը նաև երբ որ հղում բերեցիր 90-ականների որ տարվա այդ հույսը ոնց որ ինչ որ տեղ դա էլ է հոգու, ինչ որ հոգևոր ապրումներ, ինչ որ բանի հետ կապված, որ ինձ թվում է իրոք կապիտալիզմի, լիբերալիզմի տակ ինքը չի կարա ոնց որ ինքը պետք է ոչնչացվի, որպեսզի կարողանա այդ անverջ աճի մեջ, հա, դա կապիտալիզմը պետք է անverջ, դրա վրա է հիմքը, չէ, անverջ աճ։ Ու հետաքրքիր է, որ հիմա է այս ոլորտում, ինչքան է որ հասկանում եմ, որ եկեղեցին որպես կառույց է, բայց սիմվոլիկ իմաստով, որտեղ շատ մարդիկ կան, ու ես միշտ ոնց որ հղվում եմ մարդկանց ժողովրդի վրա։ Մարդիկ կան, որ իրոք հավատում են, հա, ասենք գնում են եկեղեցի, չգիտեմ, ինչ որ հավատքով են ապրում կամ այդ իրանց վրա ազդում է ու ես չեմ կարա դրան նայեմ մենակ որ չգիտեմ ուղեղիրվածում է կամ չգիտեմ sense բանով չեմ կարա նայեմ որտեվ այդ տենց որ նայում եմ նաև հասկանում եմ որ կա մի հատ ժառանգություն սովետից, որտեղ որ իրոք եկեղեցին եւ կրոնը շատ sense բլոկի տակ դրած էր ու ոնց որ մարդիկ մեկը կարող է դրա կարիք ունեն, հա, չհամաձայն չես թամար։ Դե ես իմ կյանքի փորձից եմ ասում, իմ ծնող, ոնց որ բլոկի տակ դրածը ինչ որ մի հատ բանի մասին է, որ կար ամոթ միգուցե որ դու այդքան էլ պրոգրեսիվ չես որպես մարդ, եթե դու ոնց որ հետամնաց ես, եթե դու հավատում ես, էլի։ Հա, դրա հետ հա, համաձայն եմ, հա։ Ես այդ նկատի ունեմ ավելի շատ, որտեվ ես իրոք հղվում եմ ժողովրդի վրա, հա։ Ու ինձ հետաքրքիր է այդ պահը, որ հույսի հետ կապված, էլի, չեմ խեմ այդ ուղղությամբ գնում, բայց այդ պահը ինձ հետաքրքրեց, որ ինչա հիմա այն կառույցը, որը որ ինչքան է որ մնում է կառույց, սիմվոլիկ իմաստ ունի ժողովրդի համար, ովքեր որ հավատում են, եւ ովքեր որ ունեն այդ հավատքի մեջ կա այդ հույսի տարը, չէ, ինչի հիմա, ինչի ոնց որ չգիտեմ, sense միտք անցավ Իհարկե ինչ որ մարդիկ կան, դա все-таки ինչ որ մեր շուրջը կան մարդիկ, չէ, որոնք հանգիստ են, որոնք հետ ավելի հեշտ է խոսալ, կարող է քեզ լսեն մի բառով կամ ինչ որ դու հակված լինես, այսինքն այդ դերը հոգևոր դերը, բարբերաբար ընկերական շրջապատում էլ լինում է մեկ էլ ինչ որ մեկը այդ դերում է հայտնվում եւ ստացվում է, հետո մյուսը կարա հայտնվի, իսկ ինչ որ մեկը ավելի հաճախ է երևի հայտնվում կամ ինչ որ մարդ կարող է այդքան ընկերական միջավայրում չլինի, բայց բարբերական, չգիտեմ, դու գրվես, խոսաս, այդ չի հարցը, ինչ սովետում առաջինները սկսեցին կնքել իրանց երեխեքին եւ այդ եկեղեցուն տեղ տալ հենց նույն KGB-ի կամ կուսակցության անդամները իրանք այդ եկեղեցուն սկսեցին տեղ տալ Ռուսաստանում այդ ուղափառին ստեղ եւ այլն հələ նայեք այդ մեծ տարիքի մարդիկ այնտեղ համարը բոլորը կնքված են իրանց երեխեքներն են կնքված Պուտինն է գնում եկեղեցի Ալիևն է գնում Մեկկա հաջ անելու եւ այլն խոսքը հենց այն մենաշնորի մասին է ով ասում որ այդ եկեղեցականը պետք լինել խնդիրը եկեղեցականներն են խնդիրը այն է որ այդ ով ասում որ այդ
չգիտեմ, ես իմ մտքերը կամ իմ հոգևորի հետ պետքա կիսվեմ եկեղեցականի հետ, այլ ոչ թե ինչ որ մի ոնց որ դասի կոմունիստական կուսակցությունում շատ քիչ կոմունիստ էր մնացել, դա հարցը։ Ու սովետական միության փլուզումով կոմունիստները չեն վերացել։ Կոմունիստները մնացել են, բայց իրանց պետք չի փնտրել կուսակցությունների մեջ։ Այդ մարդիկ իսկականից ամենաերևի մեծ հարվածը եւ հիասթափությունը հենց կոմունիստները ստացան։ Կոմունիստները ոչ թե այդ բանով, գրքույկով բանով կոմունիստները, այդ հարցն է դա, որ նույն բանը եկեղեցում էլ այդ նման բանը չկա, այնտեղ այդ մրցակցային է, ներքին հիերարխիան, ներքին դաժանությունը, բռնությունը եւ այլն։ Հարցը այն է, որ իրանք ոչ մի կապ չունեն, իրանք ուղղակի վտանգավոր են, բայց հա մարդիկ կարիքը ունենում են ինչ որ այդ անուն դնենք հոգևոր կամ ուրիշ ինչ որ մի բան, ուղղակի հարցն էլ որ այդտեղ փնտրելը դա երևի ոչ թե երևի ընդհանրապես պետք չի, այսինքն ոչ մեկին խորհուրդ չի տա այդ կողմ ուղղակի նայել նույն չգիտեմ հավատավոր մարդկանց գիտեք ու ինչքան քանիսն են տենց ինչ որ հայրաքերական եկեղեցուց կամ ինչ որ բան ֆորմալ բան է էլի այդ ընկնել դրա մեջ ինքը շատ կոնկրետ եւ շատ հստակ այդ դռները փակում է եւ նույնիսկ այդ դրա ոչ կարիք ունի ոչ բան եկեղեցին որպես կառույց ուղղակի տենց էլի զավթողական է, էլի մրցակցային է, հարցն այն է, որ այդ մրցակցայինը այնքան է նորմալացվել ու այնքան է ամենտեղ մտել ու իբր թե դա միակ մոտիվացիան է ընդհանրապես ինչ որ մի բան անելու ինչ չգիտեմ լինելու այդ չգիտեմ մրցելը, զավթելը եւ այլն ու նույն մարդիկ ովքեր որ իրենց առօրյայում կամ իրենց կյանքում այդ արդարացնում են այդ զավթողականությունը կամ մնացածը իրենք հանդիպում են իրավիճակի ու բողոքում են օրինակ նրանից որ ինչ են սոցիալական կենտրոններ ենք չէ՞ մենք ինչի է հիվանդանոցը այդպես աշխատում ինչի է մանկատունը այսպես աշխատում ինչ որ ոլորտներ ու իրենք պատասխանը հենց քթի տակ է որովհետև իրենք են մրցակցում որովհետև եթե դու համարում ես որ բոլոր մարդիկ երազում են թանկ մեքենայի կամ շքեղ առանձնատան մասին այո մանկատան աշխատողներ ուսուցիչներ բժիշկներ մտածում է դրա մասին դրա համար էլ չգիտեմ գողանում է ճնշում է երեխեքին բուժօգնությունը չի կազմակերպ այսինքն իբր թե հանրային գործառույթ չկա լիքը ոլորտներ չեն ենթադրում եթե ենթադրեին մոտիվացիան լինի այդ մրցակցությունը մոտիվացիան եւ չգիտեմ բավարարությունը գա մենակ ունեցվածքով դա բացի ամենից դա սուտ է դա տենց չի այն ինչ որ մենք տենում ենք տենց չի մեր կյանքը այդպես չի դա սուտ է ոնց որ պատերազմի պես հասկանու՞մ իրենք հասել են այդ արդարացման մեջ այնքան որ կարող են արդարացնել պատերազմը զանգվածային ոչնչացումը մենք լեզու ենք գտնում ասել դու բա տենց է բա ինչ եք ուզում ասում ես ուր կորան այս ադրբեջանցի ուր կորան հայաստանում ադրբեջանցի կա ուր կորան բա ինչ ես ուզում բա տենց է պիտի լիներ այսինքն լեզու կարող մենք բացատրենք այդ ամեն ինչը դու տիպը օքեյ բայց այդ սուտա ինչքան իբր թե ունեք հավակնում են իբր թե պատերազմում են բոլորը որ ասում են դաժե երկրորդ համաշխարհայինը որ ուզում են ցես ներկայացնեն տիպը բոլորը զենքով իրար կրակում են բոլորը չգիտեմ մասնակցում են դա տենց չի դու քանի անգամ ես զենք պահել, քանի անգամ ես հարց լուծել, ինչ որ մեկին սպանելով կամ վիրավորելով կամ ծեծելով կամ սատկացնելով։ Դու քո կյանքում դա մեր պրակտիկաները չեն։ Դա նույնիսկ այդ պատերազմ հրահրողի պրակտիկան չի։ Ուղիղ սպանությունը, ուղիղ այդ դաժանությունը։ Ուտեղ ուղղակի կա մի հատ մեծ սուտ անընդհատ որ դե մրցակցայինը դրա համար 2020-ից այս կողմ քանի հազար հաշմված մարդ կա այս 2020-ի պատերազմից հետո դուք եղել եք դրանից հետո Երևանում ավելի հարմար է դարել Երևանը տեսնում եք փողոցներում այդ հաշմված մարդկանց ուր են իրանք
կողել են ծակ ու ծուկերը ամոթա ու էդի ազգային ողբչի այդ մենք պարտվեցինք ոչ մեկ չպարտվեց այն մարդը ով որ միջև կյանքի վերջ խնամելու է այդ մարդուն իր հետ իր կողքնա լինելու ով որ էլ չի խնամելու ուղակի խելագարվեց նրանից որ ուղակի վերցրեցին ու ասենք իր հարազատն սպան ուր են այդ ինչ վիճակ է ու հիմա բան ունենք հաստիկային զոհվածի հարազատ ունենք ամեն կուսակցություն ամեն մի քաղաքական ուժ իր հաստիկային զոհվածի բան ունի մայր ունի հայր ունի չգիտեմ ինչ իբր թե 5 հոգի է զոհվել այնտեղ հազարավոր մարդիկ ու մի մթնոլորտ ոչ մեդիայում ոչ մթնոլորտ որտեղ դու չես կարա նույնիսկ պատմես չես կարա կիսվես հա պետք է այդ մարդը գնա եկեղեցականի հետ խոսա թե Facebook-ում մի բան ասի այդ հիստերիկության մեջ այդ մարդիկ հեսա ուր են իհարկե դա մեծ սուտ կա հողի ինչ հողի կռիվ հողը այդ երբ որ օրվանից հողը կադաստրային գին չունի Երևանի կենտրոնում հողը ինչ արժի Ղարաբաղում ինչ արժի Քելբաջարում հողը ինչ արժի չգիտենք ինչի մասն է խոսքը ինչ հող կանչեցին ինձ վայնկամատ պատերազմի վաղ դե վաղ թե ուշ բոլորս պետք է գնանք սա հողի կռիվ ա չգիտեմ ազգի կռիվ ա չգիտեմ ինչ ապուշ անասուններ իբր թե սա սուպերմարկետը դառնում է ձրի հա այսօր մենք էլ հոսանքի փող չենք տալի էլ կոմունալի փող չկա, էլ դեղի փող չկա, էլ մեծահասակ ծնող, չգիտեմ, երեխա, էլ ոչ մեկին խնամելու կարիք չկա։ Ու նույն մարդիկ հիմա լեզու ունեն խոսալու ուրիշ, չգիտեմ, մեկ խաչմերուկ, մեկ ռևանշ, մեկ ծովից ծով, մեկ մի բան։ Ու իբր թե այնքան բարդ բան է, դու պետք է կրթական մեծ ցենզ ունենաս, հասկանում ես, պետք է երկու հատ դիսերտացիա ունենաս, որ այնպես խաղաղությունը քննարկես, հասկանում ես, մենք նստենք խաղաղությունը մի հատ քննենք, պետք է շատ դժվար է, շատ ոնց պատրաստենք այդ կոնցեպտը հասարակությունները ժողովրդին պետք է պատրաստել խաղաղության։ Իրանք պատրաստ չեն հասկանում ես, իրանք նստած երազում են զոհվեն, սատկեն, չգիտեմ, առանց ոտ մնան, սոված մնան, բապ չէ խաղաղության պատրաստ չեն, պետք է պատրաստես։ Այնքան դժվար միտք է, որ ժողովուրդ հազիվ մահվան հետ մի քիչ մերվում ես։ Հազիվ այն որ sense մարդ մի քիչ մերվել է մահվան հետ, այն որ դե ես կգնամ հետո ինչ որ այս տարիքի մարդիկ են ու Պլանից ոնց որ զանգվածաբար ծնողները սկսում են թաղել իրանց երեխեքին։ Ու այդ միտքը դու գիտես չես կարող, ադրբեջանցին այդ միտքը չի հասկանա, որ ժողովուրդ չի կարելի, որ ծնողը երեխուն թաղի։ Այնք հազիվ մերվում ենք նրա հետ, որ ծնողներն են մահանում, պապիկ տատիկներն են մահանում։ Հազիվ մի քիչ դրա հետ յոլա ես գնում։ Մեկը պարզ մեկ գիտես չէ, պետք է տոնց մի հազարատ էլ երեխա թող, էթա։ Ու դա դժվար է, թուրքը չի հասկանա։ Պետքա բան մեծ միջոցառում անենք Բրյուսելում հավաքենք մեր opinion maker-ներին մի հատ իրանք իրար հետ հասկանան հետո էլ մի հատ էլ բա այդ ճիճու ժողովրդին այդ ժեխին հասկացնենք որ արա հերիքա գնալ մահանալ հերիքա կրակել այ մարդ էս ինչ է կանում դե դա էլի դրա մասը ճիշտ ասած յուրա որ մարդիկ որտեղ sense մի հատ տպավորություն կա, որ այո, կան էքսպերտներ, որոնք կարող են խոսել ինչ-որ բաներից, բայց հետաքրքիր է, որ ոչ մեկ չի ասի, որ կան էքսպերտներ, որ կարող են խոսել կյանքից ու մահից։ Դրանք էքսպերտներ չեն։ Ու մի հատ էլի պետք է այս բառը օգտագործեմ, որտեղ իրոք ուրիշ ձև չգիտեմ ոնց ձևակերպեմ մի հատ կզցնելու պահ է դա, sense moment է, sense ասեմ, որ դու կարաս ապրես մի իրականության մեջ, որտեղ որ սպասելիք կա քեզանից, որ դու գնաս մեռնես, եւ դա ոնց որ ընդունելի պետք է լինի, հետո դրանից հետո ապրելը պետք է լինի ընդունելի, ու ոնց որ դու դրա որից հետո դու դրա էքսպերտը չես կարա լինես ոնց որ քո փորձառության, քո ապրածի, քո ցավի, ոնց որ այդ դու չգիտես քո մասին, ոնց ասեմ, ուրիշ լեզվով չգիտեմ ոնց ասեմ, բայց մարդիկ ազդվում են դրանից, մարդիկ
ինձ թվում է հավատում են, որ իրանք չեն հասկանում կամ չգիտեն եւ ինչ որ ուրիշ մարդիկ կան, որ ավելի լավ են հասկանում, ավելի լավ գիտեն ու ինչ որտեղ ես ոնց որ կարամ ասենց ասեմ, վայ դե ժողովուրդը պետք է ինքն է մեղավոր, ասենց բաներ կարա մտքից գա, բայց պահի տակ ասում եմ, բայց մեղ կա է ժողովուրդը։ Որովհետև պատկերացնում ես մի հատ դու ցավի մեջ ես ու մի հատ է պետքա նստես վերլուծես հասկանաս ես ինչա կատարվում մի հատ էլ էս ոդկասթը լսես հուսով էս ոդկասթը կլսեն հենց այդ մարդիկ ու ինչ որ միտեղ ինչ որ գոնե մի քիչ հասկացված կզգան իրանց իրոք էս ոդկասթի իմաստներից մեկն է բայց ահա որ զայրույթ առաջացնող է այդ որ ոնց որ sense ֆռծն են անընդհատ ու դու sense մեկ է ես վստահ եմ այս ժողովուրդը հաստատ ասենք զգում է որ ինչ-որ բան են չի բայց չի հասցնում կամ հա իրոք ինձ թվում է հասցնելու հարցն է չի հասցնում վճարի այն ինչ որ պետք է վճարի չի հասցնում վայելի այն ինչ որ պետք է վայելի չի հասցնում ապրի այն չի հասցնում բուժվի չի հասցնում ապրի ու դրա որտեվ այդ իմ համար այդ հատուկ արած է այս ամեն ինչը ինչ որ խոսացել ենք ոնց որ հատուկ է այդ ամեն ինչը որ այդ չհասցնելու մեջ նաև չհասցնես պայքարես, չհասցնես, չգիտեմ, իրոք պայքարես, էլի։ Երևի այդ թերության զգացողությունը չհասցնելու զգացողությունը եւս ոնց որ պարտադիր է այս կառուցվածքի մեջ, եղածի մեջ, որպեսզի անընդհատ դու չբավարարված լինես այդ զգացողությունը, որ ինչ որ ձևով որ տնտեսությունը աշխատի, հասկանում ես, դու պետք է որ ասում են ամեն ինչ տեղից լավ չէր, մեկ էլ հարևանը նոր մեքենա է առնում, ոնց որ ընդհանրապես քանդվում ամեն ինչ։ Այս վիճակում անհանգստությունը այն է, ինչ որ իրանք ուզում են, այսինքն իրանք ուզում են, որ դու հանգիստ չլինես, բավարարված չլինես, որ անընդհատ ինչ որ բանի կարիք ունենաս, դե այդ այնա ինչ որ իբր կասկածի տակ չի դրվում, որ եթե մարդ էլի նայ ոնց են խոսում, օրինակ ես չգիտեմ ինչի հիշեցի, եթե շատ եմ շեղվում, ընդհատեք, այս արհեստական բանականության քննարկումների մեջ, չգիտեմ կհիշեք, երբ որ մի քանի մեծ կորպորացիաների տնօրեններ նամակներ են գրում կառավարության ղեկավարներին, պրեզիդենտներին, որ պետքա դանդաղացնել այդ արհեստական բանականության զարգացումը, որովհետև մարդիկ կկորցնեն աշխատանք, որ մարդիկ սիրում են աշխատել, ինչի եք ուզում մարդկանց թողեք առանց աշխատանքի եւ այլն, որ պետքա մի քիչ ոչմ դանդաղացնել տարածումը ու ոչ մի քննարկում չկա, որ կարելի է կրճատել աշխատանքային ժամերը, հասկանում եք, ոչ թե բայց իրանք ոնց ենք պատկերացնում էլի, ասենք միլիոնավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը, ինչի, թող միլիոնավոր մարդիկ ուղղակի աշխատեն 4 ժամ, 2 ժամ, ես չգիտեմ ինչքան է պետք, ինչի համար է պետք աշխատել։ Այսինքն պետք է աշխատեն, ինչ որ զբաղվածություն ունենան, հասկանոս, պետք է զբաղացնես, թե չէ վտանգավոր է, թե չէ տենց ինչ որ կանխատեսելի չի, իբր աշխատելու չկա, հասկանում եք, դու ասում ես, իսկ մարդիկ նաև կան, որ սիրում են չէ աշխատել։ Ու դա գրում է, ասենք, այդ նամակի տակ ստորագրում է, չգիտեմ, ինչ որ Իլոն Մասկը, որ ասում է ինքը սիրում է աշխատել, էլի։ Դե ինչ հետաքրքիր է, իսկ իր աշխատողները սիրում են աշխատել, թե չէ, այդ հարցը չկա։ Հիշում եք, որ նոր էր Twitter-ը առել այդ ֆոտոները, վիդեոները, որ մարդիկ քնում էին աշխատանքի տեղում, 24 ժամ մնում էին, չգիտեմ 16 ժամ էին մնում եւ այլն։ Դրա համար այդ էլ մի քիչ բանակային տրամաբանություն կա դրա մեջ, բանակում համարվում է, որ պետք է անդադ զբաղացնես զինվորին, թե չէ սկսելու են իրար միս ուտել, վիճվել, պետք է անդադ զբաղացնես ու այսինքն տանջես, էլի։
բայց ոչ մեկ չի հարցադրում, իսկ ինչի եք այդ մարդկանց այդ վիճակի մեջ դրել, որ իրանց անընդհատ փակել եք, ասենք, ինչ որ շներին փակել եք մի սենյակում, ընտրել եք ворց շներին մենակ, փուճուր տարածքում, չեք թողում իրանք նորմալ լողանան, նորմալ հաց ուտեն, նորմալ շփվեն, անընդհատ գոռում եք իրանց վրա, պատժում եք իրանց ու մտածում եք, դե բայց պետքա զբաղացնել, թե չէ իրար միսկ ուտեն։ Կարող պետք չի իրանց փակել։ Այսինքն մենք տենց այդ ոնց որ եղած իրավիճակը վերցնում ենք որպես միակը, ուրիշ կերպ չի կարա լինի։ Իբր թե ուրիշը երազների աշխարհից է, էլի, իբր թե մնացածը երազանքների տիրույթից։ Իբր այսպես ոնց կա, դա օպտիմալ իրավիճակն է, ելնում ենք այս իրավիճակից։ Ոչ մի բան հնարավոր չի։ Ստեղ վերջացնենք։ Դա կարելի է սրանից մի հատ առաջ էլ վերջացնել։ Կարելի է այս մասը երևի այս վերջում շատ ինչ-որ բան արինք։ Դե ինձ թվում է ամբողջը կարևոր է։ Ամբողջը կարևոր։ Դաժե ոնց որ իրականում վերջացնելու տեղ չկա քո հետ խոսարությունը։ Սենց ասեմ։ Ուղղակի պետքա որոշենք վերջացնենք, որ մարդիկ գնան շարունակեն իրանց զբաղվում էին, չնայած հուսամ, որ ասենք իմ նման տուն մաքրելուց են ոդկաստ լսում կամ քայլելուց ամեն դեպքում ճաշ սարքելուց։ Այո, ճաշ սարքելուց շատ հաճելի էր քո հետ զրուցելը ու ինձ թվում է իրոք անverջ կարա լինի, ես կարասն շարունակենք, բայց այստեղ այո ավարտենք ու քեզ շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, հա։ Ու մի մոռացեք ժողովուրդ, որ լսում եք մեզ like, follow, comment-ներ գրեք, Subscribe ու comment-ների մեջ կարելի է գրել ինչ էիք անում, երբ լսում էիք։ Դա կլինի։ Հա, գրեք։ այո։ Ուրիշներին նաև ինչ որ բաներ գտակ, միտք գտակ, թե իրանք ինչով կարան զբաղվեն, որպեսզի կարողանան լսեն ոդկասթը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կտեսնվենք։ Bye bye. Bye.